դասախոս մի հատ լավ բան ասեց, երրորդ կուրսում էինք սովորում քաղաքագիտության դասախոսների դեպ, ասեց «Политика без оценивает всё, к чему прикасается»։ Շատ անգամ երբ որ դու մտնում ես դիմացինի հետ դիսկուսիայի մեջ, կարող ստացվի, որ դու ավելի քիչ ինֆորմացիա կամ գիտելիք ունես այդ հարցի շուրջ ու դիմացին տա ճիշտ։ Ու այդ դեպքում իրականում դու շահում ես։ Դու նոր գիտելիք ես ձեռք բերում։ Նայ, օրինակ հիմա դուրս ելնենք, ցանկացած մարդու բանիկ ասենք, դու ուզում ես խելացի լինես, ուզում ես գիտելիքով, ինքը անկեղծ սրտանց կուզնա լինի խելացի, այդ վարքյանին։ Դու իրան գիրք տաս, ասես, այս գիրքը կարդա։ Ու դու կլինես ամենախելացի մարդը, օրինակ, ես գիրքը գոնե կարդա, ինքը երկու էջ կկարդա ու կասի լավ է, թող եմ վաղը մյուսը։ Դե ամեն մեկս ինչ-որ թրիգերներ ունենք, օրինակ ինձ այդ թեմաներ կա, որ թեմաների մասին մոտ խոսում եմ, ես էլ ավտոմատ չեմ կարողանում լսել։ Միշոնք եթե ռեփ չանեին վախտին, ես սոր հայերեն չէի խոսա։ Դες ես ասում դու իմ հայոց լեզվի դասած ունես, փաստացի։ Մշակույթը ունի համ բացական, գուցե ինչ-որ բան համ դրական։ Օրինակ ռեփ այսօր թույլ է տվել, որ ես որպես մարդ այսօր հայերեն խոսամ։ Ես չլսեի ռեփ չէի խոսա։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի հյուրն Մտքարան ակադեմիայի հիմնադիր Արամոն Հունանյան։ Արամոյի հետ զրուցել ենք մեր մշակույթի, կրթության, գյուղերի, մատենադարանի, իր Հայաստան տեղափոխվելու, իր ստեղծած կոնտենտի եւ շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը, հիշեցնեմ, որ մեր ոդքասթը հասանելի է Apple Podcast-ում, Spotify-ում եւ դուրս է գալի ամեն 5 շաբթի առանց բացառությունների։ Արամո ջան, ոնց ես։ Շատ լավ, Նարեկ ջան, դու ոնց։ Լավ, մերսի շատ։ Գործը ոնց է։ Նորմալ։ Ես քեզ նվեր եմ բերել։ Հա։ Yank հենց ինձ հայցվան sense վերցնում եմ ձերս։ Պոլիչի դեսա դառնում քո ծրագիրը կամած։ Մուզեում բաց։ Անկեղծ էլի քեզ մեկը նվեր բերել է այս տարիներին։ Հա, շատ եմ բերել, ճիշտ է։ Ուրեմն այ, երևում է ստե ժողովուրդ։ Այս Ֆրեզնոյի քարտեզն է։ Ամերիկայի Ֆրեզնո քաղաքի։ Այո, եղել ես այնտեղ։ Չէ։ Հա, Ֆրեզնոյում եղել եմ, հա, այս տարի եղել եմ։ Մի 2 ամիս առաջ այնտեղ։ Շատ լավ։ Իսկ 1880 թվականի քարտեզ է։ Ուրեմն հայրը որ տեղափոխվել են նոր տեղափոխվել չէ։ Ճնշումների տակ, հա, Օսմանական կայսրության ժամանակ Ամերիկա, միջև ցեղասպանություն հենց բուն 1915 թվականը, իրանց տենց 4-ից 6 փողոց տվել էին ու իրանք շատ վատ կարգավիճակում են այնտեղ ապրել։ Ու այս քարտեզը շատ սիմվոլիկ է, ինձ նվիրել է Բարլոտ Հերմակրչյանը, հայ գիտական հետազոտումների բաժնի ղեկավարը Ֆրեզնոյի համալսարանի։ Ու այս մարդիկ այդ ճնշումների տակ անգամ ընդ Ֆրեզնոյում իրանց շատ վատ էին վերաբերվում էլի, որովհետև իրանք sense շատ ոնց որ սև գործ էին անում էլի։ Այստեղի երեխաները այդ բոլոր դժվարություններից զատ հասել են այս կյանքում շատ մեծ հաջողությունների։ Այս փողոցներով ես գնացել եմ, շատ տներում ստեղ եղել եմ, ստեղ կա օրինակ Կիրք Քրքորյանի տունը։ Վաու։ Այո։ Այստեղ կա Մոնթե Մելքոնյանի տունը։ Դզես։ Այս տունը եղել եմ, դա շաքարվեցի։ Այստեղ կա Վիլյամ Սարոյանի տունը։ Բոլորը իրար հարևան են էլի եղել այդ մեծ մարդիկ։ Սարոյանի տունը իդեպ գիտես, Արտուր Ջանբեկյանը որ գնել էր, եղել ես մուզեում։ Դեռ չէ, բայց այս տարի պլանավորում եմ աշնանը գնամ։ Շատ կարևոր է, ափսոս քիչ մարդ է գնում, բայց այս քարտեզը սիմվոլ է, որ հայ ազգը չնայած բոլոր դժվարությունների, դաժե Հայաստանից դուրս կարողանում է էլի հասնել, դե Սարոյանի համաշխարհային մակարդակի լավագույն գրողներից մեկը ու Թելերանի նաև տունը ստեղ կա, բայց դա արդեն դու կգտնես։ Okay։ Էս քեզ։ Շատ շնորհակալություն։ Так. Դզես, մերսի շատ։ Крутите барабан, как говорится. Շատ տպավորիչ նվեր էր։ Պարտավորեցնող, մոտիվացնող։ Սենց բաները շատ կարևոր են ինձ թվում։ Հա, մտածեմ։ Ու ձեր մոտ լավ է ստացվում այդ ձեր պրոյեկտում, որ անում եք նմանատիպ պատմությունները վերհանելը։ Դա շատ կարևոր է, որ նյութը որ դու տեսնում ես, իրան նենց փաթեթավորես ու նենց ներկայացնես, որ իր բովանդակությունը հանկարծ չվնասվի։ Դա կարևոր է։ Ու ոնց ես դա անում։ Տարբեր մեթոդներով, առաջինը պետք է անկեղծ այդ նյութին վերաբերվես, ոչ թե խայպի համար, ոչ թե նենց որ տպավորություն թողես, ինչ որ չափազանցնես, այ տաս իրան նենց ոնց կա, ու մարդիկ այդ անկեղծությունը զգում են, ու շատ դեպքերում մարդիկ ուզում են անկեղծ ինչ որ օգուտ տան իրանց ազգին, հա, բիջ վգրուջ sense, բայց այդ ընթացքում շատ են վնաս տալիս, որովհետև վրազում են, նյութը միջև վերջ չեն ուսումնասիրում, իր փիլիսոփական մասը չեն մտածում միջև վերջ ոնց կարա ազդի, որովհետև նյութը հիմա մենք որ այս ոդկասթը ձայնագրում ենք, մենք իրան տեղադրելու ենք, հիմա համ այսօրվա մարդիկ են նայելու այս ոդկասթը, համ մի տարի հետո, 10 տարի հետո նայելու են մեր հարևան պետության ներկայացուցիչները Ռուսաստանի եւ այլ, ու այդ բովանդակությունը շատ կարեւոր է, որ ինքը
հանկարծ վնաս չտա ոչ պատմական կոնտեքստում, ոչ հենց այս պահին, ու դու պետքա միտքդ շատ ճիշտ ձևակերպես, որ ինքը օգտակար լինի։ Դա շատ դժվար աշխատանք է իրականում։ Ստացվում է։ Թու հլվոր այս տարիների ընթացքում նույնիսկ չեմ հիշում այն բան, որը չի եղել, որովհետև մենք իրական նյութի վրա շատ երկար ենք աշխատում։ Մենք բոլոր կողմերը ուսումնասիրում ենք։ Դա շատ կարևոր է, որովհետև մեր լսանը շատ մեծ է, հսկայական է, հարյուրավոր հազար մարդիկ մինիմում նայում են ու մի հատ սխալը կարա շատ ճակատագրական առնվազն մեր պրոյեկտի շրջանակներում վնաս տա։ Իսկ հիմա ինչ տիպի կոնտենտ եք անում։ Նայ, Հայաստանում ասում ենք կրթական, Ահա։ բայց եթե անկեղծ լինենք, այս կրթական կոնտենտ չի։ Entertainment, հա։ Ինքը չէ, դա էլ չէ։ Ինչ որ մաս կա, իհարկե, բայց entertainment развлекательный. Больше нет, можно так сказать. Հա։ Вот. Ժամանցային։ Ժամանցային։ Ճիշտ բառն է ուզում հիշի։ Ես կարծում եմ ինքը ավելի շատ sense познавательный։ Հայերեն լուսավորչական։ Բայց հիմա որ ես ասեմ, ես լուսավորչական ծրագրով եմ զբաղվում, արդյոք ասես Գրիգոր լուսավորիչ տեղն է իրան դրել։ Չէ, իհարկե։ Դե այդ բառի կոնտեքստն է մի քիչ եւս սխալ օգտագործվում։ Այո, սոցիալ հոգեբանական տեսանկյունից ինքը մարդկանց մոտ ձևակերպված չի, բայց որ ասում ենք կրթականը ի՞նչն է։ Կրթականը դա, չգիտեմ, ակադեմիական գիտելիքն է, որ ինստիտուտում ուսումնասիրում են։ Մենք ինֆորմացիա ենք տալի ավելի շուտ, ոչ թե գիտելիք։ Գիտելիքը դա երկար process է։ Ես էլ որ գիտությամբ եմ զբաղվել, հասկանում եմ բառերի իմաստը։ Բայց մեր մոտ նենց տրադիցիա ձևավորել Հայաստան, որ տեսնում են մեկ ինչ որ գիտելիքի շուրջ ինչ որ խոսակցություն է ձևավորում, ասում են կրթական ծրագիր անում։ Դե օքեյ, թող լինի կրթական։ Եթե դա մարդկանց համար տենց է անցալվում։ Բայց դու չես համարում որ դա կրթական է։ Ոչ, իհարկե ոչ։ Կրթական չի հաստատ, դա տենց ինֆորմացիա է, ամեն մեկը պետք է իր տեղում լինի։ Ես ծառայում եմ ակադեմիական գիտելիքին, խոնարհվում եմ ակադեմիական գիտելիքի առջև։ Ու այս ինչ մենք տեղադրում ենք, ես հույս ունեմ, որ ինչ-որ ձև կամուրջ կհանդիսանա նրան, որ մարդիկ գնան եւ ավելի խորը ուսումնասիրեն այդ ամեն ինչը։ Շատ դեպքերում այստեղ իմ տեղը նստած եղել է Արեգ Ասլեկյան, Armenian Code Academy։ Հիշում ես ինքը քո եթերում ինչ ստատիստիկա էր բերել, որ ասես կարող է Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերը անցած տարի 12000 դիմորդ են ունեցել։ Որ իրանց մոտ ավելի շատ է։ Իրանց մոտ 18000։ Հա, դա տպավորիչ է, հա։ Հա, ու դա ողբերգություն է իրականում ու ակադեմիական գիտելիքի ճգնաժամ է։ Ու մենք բոլորս ոչ թե հիմա պետք է մեծամտանանք, օրինակ Նարեկը, ես ինչ որ առումով ու բոլոր մարդիկ ովքեր ոչ ֆորմալ կրթությամբ են զբաղված, այ հակառակը օգնենք ակադեմիական գիտելիքին, որտեղ վերջի հաշվով անտիկ դարաշրջանից միջև հիմա այդ ամենայուն ու դա ճիշտ են կարծիքով։ Պատկերացրեք իրավիճակներ, որոնք բոլորից ծանոթ են։ Խցանման մեջ սկսում եք անընդհատ ազդանշան տալ։ Կոնֆլիկտ եք ունենում ղեկավարի կամ գործընկերների հետ, կամ պարզապես առօրյա խնդիրներից պայթում եք, անգամ չհասկանալով, թե իրականում ինչու եք այդքան նյարդայնացած։ Հենց այս պահին ձեզ կօգնի նյու նորմը։ Սա խելացի, ապահով եւ անանուն մենթալ տարածք է, որտեղ կարող եք պարզապես խոսել ու քննարկել այն ամենը, ինչ ձեզ այդ պահին անհանգստացնում է։ Սա ուղղակի հաճելի բաներ ասող հարթակ չէ, ոնց որ շատ ԱԲ գործիքներ։ Այն գիտականորեն հիմնավորված է եւ օգնում է գտնել խնդրի արմատը։ Նյու նորմը հասկանում է հայերեն եւ ձեր խոսակցությունների հիման վրա կառուցում է mind graph, ձեր մտքերի ու թրիգերների վիզուալ քարտեզը։ Այն կօգնի հասկանալ ձեզ ու ավելի ճիշտ պլանավորել ձեր օրը։ Եթե ունեք կուտակված մտքեր ու հարցեր, որոնք պետք է դուրս հանել, սկսեք հենց այսօր, այցելելով newnorm.app։ Ակադեմիական գիտելիքը շատ է թերագնահատվում, շատերը խոսում են, որ պետք է չի գնալ համալսարան, բայց այդ ֆունդամենտալ գիտելիքը շատ կարևոր է։ Անկամ ամենա, եսի, չէ լավ բաներ, անկեղծ խոսում։ Չէ, շատ անգամ մարդու հետ որ խոսում ես, դու հասկանում ես ինքը օրինակ համալսարանում նորմալ կրթություն ստացել է թե չէ։ Այո։ Ինչքան է ուզում կարդացած լինի։ Քո հետ համաձայն եմ լիովին։ Բայց միշտ չի, կարաս խառնես, միշտ չի, որտեղ մարդիկ կան համալսարան չեն ավարտել, բայց նենց խորը գիտելիք ունեն ու նենց փորձ ունեն, որ անգնահատելի է շատ անգամ։ Համաձայն եմ, բայց ինքը ստրուկտուրայի մեջ չի։ Հա, ինքը ավելի շատ բան է, ոնց որ նորման չի, նորմայից դուրս է։ Տենց մարդիկ նորմայից դուրս են։ Բայց ես շատ եմ գնահատում այն մարդկանց, ովքեր այդ բոլոր փուլերով, օրինակ մենք չգիտեմ փիլիսոփայության թեմաներով շատ զրույցներ ենք ունենում Հայաստանում, այս տեսնում եմ, որ մարդը օրինակ կոնկրետ այս փուլը չի ուսումնասիրել։ Կոնկրետ այս գիրքը չի կարդացել, ինքը ծառի նման է։ Դու տեսնում ես ուր է ինքը հասել, ու դից օրինակ շատ չի խորացել, ուրիշ ճանապարհով է գնացել, ում է կարդացել։ Ու այդ օրինակ ինչ որ փուլեր կա, մի հատ խնդալու պատմություն պատմեմ, մի հատ Հայաստանում այն բիզնես կոուչներ որ կան,
դու գիտես ում մասն է խոսքը չեմ ասի պրոստը անը որ մարդիկ էլ բան չանեն որ շատ լավ տղա է բայց գիտելիքի տեսանկյունից խնդալու մի օր արտահայտություն արեց ինքը աթեիստ է ինքը սկսում է աթեիզմի տեսանկյունից շատ մտքեր արտահայտել որոնք իհարկե հակասական են ու ես որ սկսեցի իրան հակառակը համոզել կամ ցույց տալ ալտերնատիվ կարծիք ավելի ճիշտ ինքը իր ընկերոջ շորը գալիս հենց ամ դե գնա իրան բացատրի Ժակ Ֆրեսկոնովը Ժակ Ֆրեսկոն մենք դպրոցում էինք օրինակ Ժակ Ֆրեսկոնայում ինքը շատ պրիմիտիվ բան գիտես երևի Վեներա ծրագիրը ինքը ինչ որ մտքեր էր արտահայտում բայց հետո որ դու մեծանում ես գնում ես ինստիտուտ հասկանում ես որ այդ մի քիչ պոպուլիզմ է էլի մի քիչ sense իրականությունը քիչ առնչություն ունի ու ինքը sense իր համար ինքը հեղինակություն հասկանում է Ժակ Ֆրեսկոն ու sense տենում ես որ ինքը Ինչ որ ասինքն ինչ որ փուլի հասել է, բայց դրանից հետո չի խորացել այդ նկատի ունես։ Այո, իր համար sense ինքը այդ վիդեոները որ կա YouTube-ում, որ բոլորը նայում էին դպրոցում էլի։ Հա։ Մեզ տպավորիչ չէ իրական Ժակ Ֆրեսկոն, sense մի քիչ դողացող ձեռներով էր խոսում, sense ինչ որ խորհրդավորություն կար այդ ամեն ինչը։ Դե փոքր տարիքում ինչ նայում ես տպավորիչ է։ Դրա համար ասում ես օրինակ, տենց հիմա շատ են չի ասում առաջվա նման գրքեր չեն գրում։ Գրում են, ոչ չեն գրում։ Անկամ շատ ավելի լավ են գրում, բայց փոքր տարիքում ինչ դու կարդում ես, քո վրա շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում, որովհետև նախ դու փորձ չունես լավն ու վատը տարբերելու, ու ամեն ինչը քո համար կարա լավը թվա էլի։ Բայց վերջաշով գալիս ես նրան, որ քո բաժակը պետք է կիսով չափ դատարկ լինի։ Ինչի։ Ну, որտեվ բոլոր հարցերի պատասխանները դու չես կարա ունենաս, դու չես կարա վստահ լինես, ու դու սահմանափակվում ես, եթե դու յառնիկները բոլոր տեղերից ես կպցնում ես ու վստահ ես այս կամ այն հարցի շուրջ, ինչքան էլ փորձ ունենաս։ Բայց տենց հեշտ է, հետն է այսօր այդ թեմով ենք հենց խոսում, որ մարդիկ ոնց որ իրանց համար ընտրում են իրանց խումբը, ու այդ խումբը ինչ ընդունում է, որ սա ճիշտ է, բոլորը ընդունում են։ Որտեղ դու ոնց որ կորցնում ես քո ոնց որ անալիզանելու քրիտիկական մտածելակերպի հնարավորությունը, որովհետև շատ բաներ կարա ասվի, որը սխալ է ու դու եթե բարձրաձայն ես դա, այդ tribe-ին, այդ խմբին դու էլ չես պատկանի, որովհետև քեզ կասեն գնա, դու էլ մեր հետ չես, որովհետև դու մեր հետ համաձայն չես։ Ու շատ անգամ տեսնում ես, որ մարդիկ, օրինակ ինչ որ մի բան է կատարվում, մարդիկ հլադեր կարծիք չեն ասում, որովհետև սպասում են տենան իրանց խմբի են ավտորիտետ հոպարը կամ ծոցյանը ինչ կասի, որ իրանք հետևից կրկնեն, որ հանկարծ տենց ուրիշ բան չասեն էլի։ Բայց դա շատ վատ բան է։ Դե բայց տենց է աշխատում աշխարհը։ Ու հեշտ է տենց, որովհետև դու ընտրում ես քո խումբը ոնց մտածում է, դու էլ տենց ես մտածում։ Կարանք մի քիչ sense մի թեթև sense քաղաքական տեսականորեն ինչ որ երանք տանք մեր խոսակցությանը, ու sense օրինակներ բերենք, օրինակ ոնց կուզես։ օրինակ, չգիտեմ, վերցենք օրինակ ընդդիմության շրջանակներում իրանք կյանքում չեն կարող ինչ որ դրական բան ասեն, որը օրինակ կարող է օրինակ չէ, ինչ որ բան դրական եղել է այս տարիների ընթացքում, բայց իրանք օրինակ չեն ասում դա։ Օրինակ եթե իրանք ավելի անկեղծ լինեն, օրինակ համ վատ ասեն, համ լավ ասեն, բայց իրանք շրջապատում դա չեն ընդունում, որտեղ բոլորը հավաքվում են ու սկսում են քննադատել մենակ, ով ավելի սիրուն կքննադատի։ Ու իմ կարծիքով պետքա օբյեկտիվ մարդիկ լինեն, համ վատ ասեն, համ լավ ասեն, ու այդ դեպքում իրանք ավելի կարճ ժամանակում կհասնեն իրանք նպատակներին իմ կարծիքով։ Օբյեկտիվությունը շատ կարևոր է։ Ինքդ քո հանդեպ գոնե, որ դու այդ հարցերի պատասխանը փորձես տալ։ Բայց սա արդյոք կա օբյեկտիվություն։ Ну գոնե դու քո առումով կարաս այդ Դա օբյեկտիվությունը։ արդեն միական սուբյեկտիվություն է։ Հա, ճիշտ է։ Լավն է, շատ լավն է։ Ну գոնե դու ունես քո կարմիր գծերը, ու կարմիր գծերը ոնց որ փորձում ես պահես։ Էդի հա, բայց դու գոնե մի հատ չգիտեմ, դժվար հարց է, որովհետև հիմա ինչ օրինակ գալիս է մտքիս ինքը շատ արդեն դառնում է գնում եմ այն դաշտ, որը դու ասում էիր, հիմա ես կասեմ ու մեծ քննադատություն կստանամ, ավելորդ դա չանեմ։ Որովհետև հա, մենք պետքա պատրաստենք մեր հասարակությունը իրականում ինչ որ առումով այդ ալտերնատիվ կարծիքի հարգելուն։ Ես շատ մարդկանց հետ եմ օրվա ընթացքում շփվում ու շատ մարդիկ ինձ այն կարծիքն են ասում, որը ես օրինակ համարում եմ շատ սխալ, բայց ես լսում եմ ինչ վերջ։ Օրինակ ես վերջ ես ինչ ես շատ սխալ։ Քաղաքական է գալի էլի մտքից, քանի որ ոլորտի ընտրությունների շրջանում ենք բարձրացնում։ Լավ, արի օրինակները չբերեմ, հա, որովհետև բանը։ Ну, օրինակ ինչ որ առումով կենցաղային չէ, ի պետք է քաղաքական օրինակներ բերեմ, իրենք շատ վառ արտահայտում միտքը, նո օրինակ կա կարծիք, որ դու համաձայն չես ընդհանրապես, ու անգամ ես կարող եմ պայքարեմ այդ կարծիքի դեմ, բայց ես միջև վերջ այդ մարդուն լսում եմ։ Ես ուզում եմ հասկանամ այդ մարդու ինքը հենց sense ու այդ միտքը չի ասում, միջև վերջ քամում եմ, տեսնում եմ։ Օրինակ 3-4 օրը երեկոյան sense վիճաբանություն եղավ մեր ընկերոջ հետ, նստած էինք երեկոյան, ինքը ասում է, որ դա իմ համար շատ սուր թեմա է, որովհետև ես պետական եմ այդ մարդուն, ֆուլ։ От мозга до костей, հա, իմ համար պետությունը ամենակարևոր բանն է եւ այլն։
Եվ ինքը ասում է, գիտես, մենք բան չենք, արժանի չենք պետությանը, պետականությանը, այսպես բաներ է խոսում։ Սկզբից ուշադրություն չէի դարձում, հետո սկսում եմ հետո խոսալ, հարցեր եմ տալիս եւ այլն, հասկանում եմ, չէ, այս մարդը, ես պրոստը վեր կանգնա եւ վեր կանգնեցի եւ գնացի այդ խոսակցությունից, էլ արդեն իմաստ չկար այդ մարդու հետ խոսալու, ինչ որ շարունակել ինչ որ հարցել տալ, ես պատմականորեն էի ցույց տալի, որ մեր ազգը պետական է, մետա, հա, որտեղ մենք ունեցել ենք պետություններ, մեր այն ողջ մշակույթը, որ ես տեսնում եմ տարբեր երկրներում, որ մեր ազգը ստեղծել է եւ այլն, եւ տենց ասելը դա անընդունել է իմ համար ու կարմիր գիծ է, շատ red flag որ ասում են, եթե մարդը sense պրիմիտիվ ընկալումներ ունի, տխուր է այդ ամեն ինչը։ Հա։ Էլ չհասավ նրան, որ ես իրան ասեմ, որ պետության մեջ ես տեսնում։ Я думаю, что такими людьми нужно даже слегка бороться. Ну ладно, извините. Չէ, դե դիմացինին լսելը միանշանակ կարևոր է, նախ որ փոխվես հասկանաս ինքը ինչի է հավատում, որտեղից է իր այդ գաղափարը եկել, արդյոք ինքը հասկանում է այն ինչ որ ինքը խոսում է դրա մասին, եթե հասկանում է, շատ ավելի լավ, այդ դեպքում շատ ավելի ուշադիր կարելի է իրան լսել, որտեվ կարող է դու սխալ լինես, էլի։ Նույնիսկ թվում է այդ հարցերում գոնե առնվազն։ Չէ, այդ հարցի մասին չի խոսքը, ես խոսում եմ, որ շատ անգամ երբ որ դու մտնում ես դիմացինի հետ դիսկուսիայի մեջ, կարող ստացվի, որ դու ավելի քիչ ինֆորմացիա կամ գիտելիք ունես այդ հարցի շուրջ ու դիմացին տա ճիշտ։ Ու այդ դեպքում իրականում դու շահում ես։ Այո։ Որտեվ դու նոր գիտելիք ես ձեռք բերում ու պետք չի դրան նայել, որ գիտես ինչ ես կրվեցի, ինքը ճիշտ է, ես սխալ, չէ, շատ ավելի լավ։ Դու նոր բան իմացա, որը մինչև այդ չգիտեիր։ Այո, այդ ժամանակ բաժակը մի քիչ ավելի է լցվում։ Հա, ասինքն պետք չի, էլի շատ անգամ այդ դիսկուսիաների մեջ կամ ինչ որ դեբատների մեջ ենք մտնում, այն սկզբունքով, որ ես քեզ պետք է հաղթեմ, դու պետքա պարտվես, բայց ընդհանրապես պետք է իրար մի քիչ ավելի ուշադիր լսելը։ Մենք մեր փոքր ընկերական շրջապատում այդ սկզբունքը որդեգրել ենք ի սկզբանե եւ մենք պատրաստ ենք միշտ լսել մեկս մյուսին ամեն հարցով, ընդունենք մեր սխալը։ Ակբա բանկի միջոցով միջազգային փոխանցումները դարձել են ավելի արագ եւ հասանելի։ Շնորհիվ աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի The Bank of New York Mellon-ի հետ համագործակցության կարող եք կատարել փոխանցումներ ԱՄՆ դոլարով բոլոր հիմնական ուղղություններով ձեր բիզնեսի տարբեր կարիքների համար։ Ներմուծեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր բիզնեսի ընդլայնման համար եւ զգացեք գործարքների կատարելու լիակատար ազատություն։ Մի սպասեք վաղվան, ընդլայնեք ձեր բիզնեսի սահմանները այսօր, մուտք գործելով Agba Digital կամ այցելելով ձեզ համար մասնաճյուղ։ Այդ առումով ինձ թվում է ընտանիքից է շատ բան նաև գալի, հայկական ընտանիքներից։ Ես մի հատ բան էի կարդացել նախանցած տարի, իմ մեջ շատ էր տպավորվել։ Ասենց օրինակը բերեմ, հрьяաների ընտանիքի օրինակը, այնց կարդացել եմ, ուզում հիմա կիսվեմ։ Իրանք շաբաթը մեկ ընտանիքով հավաքվում են հաց ուտելու ժամանակ եւ ամեն մեկը մի հատ օրինակը բերում, շաբաթվա կտրվածքով ինչ որ ստացված, բանը որ իրանք արել են, ինչ դաս են իրանք քաղել եւ չստացված։ Օրինակ իրանք որ սխալվել են ինչ որտեղ ու ինչ դաս են նրանք քաղել։ Նայես թե ինչքան հոգեբանական շերտեր կա, առաջինը դու խոստովանում ես ինքդ քո մեջ, որ այդ բանը սխալ ես արել, դու արտահայտվում ես այդ բանի մասին եւ մի հատ էլ ասում ես թե ինչ դաս ես դու քաղել։ Ասած մարդկանց մեջ։ Դա շատ ուժեղ տրենաժոր է։ Ու Հայաստանում ցավոք սրտի օրինակ իմ ընկերների շրջապատում շատ քիչ մարդ կա, որ թող մեր դիտողները ասեն, օրինակ շատ մարդ գիտեն, որ ինչ որ բան սխալ անում, ընդունում է եւ օրինակ անգամ ներողություն կարող խնդրի իր սխալի համար։ Ձեր մեր մշակույթի մեջ ընդունված չէ։ Անգամ քշելու ձևից է շատ անգամ հասկացվում, որ այտենց եթե հանկարծ դու մեկին անցար ինքը այտենց կրվել է, էլի դի անպայման դեմդ կտրի մի հատ այտենց ինչ որ վտանգավոր սիտուացիա ստեղծի, որ ցույց տա ինչքան ուժեղ տղա է կամ աղջիկ։ Այդ սա խտղից է գալի արդեն ու դու կենցաղային մակարդակը որ տեսնում ես այդ բոլոր սխալները ու տենես որ ստեղ պակաս կա։ Այստեղ եթե այդ փոքրիկ շերտը փոխենք, ինքը շատ լավ պաբոճք է կտրի, գոնե կրթական համակարգ։ Դե ամեն մեկս ինչ որ թրիգերներ ունենք, օրինակ ինձ այդ թեմաներ կա, որ թեմաների մասին մոտ խոսում եմ, ես էլ ավտոմատ չեմ կարողանում լսել։ Օրինակ ոդկասթը չէ, ես էլ կարամ հարցեր տա։ Օրինակ, երբ որ ինձ ասում են արցախցիները փախան իմ մոտ այդ բաներ, մի անգամից թեման կանգնում է, всё, այստեղ այդ մարդու հետ էլ խոսալու բան չունեմ, ոչ ապացուցելու, ոչ շարունակելու։ Համաձայն։ Չգիտեմ, կարող է սխալ է, որ մենք այդ մարդու հետ չենք խոսում, որ այդպես բան է ասում, կարող է որ խոսենք, ինքը մտքա փոխվի, բայց այդ իմ համար օրինակ մի trigger է, որը գժվեցնում է։ Համաձայն եմ քո հետ, հա։ Շատ դժվար է լսել անգամ այդ դժվար է։
Չգիտեմ, կարելի ամեն մեկը մեր ինչ որ բաներ ունենք, ինչ որ կանխակալումներ կլինի կամ ինչ որ սահմաններ լինի, որ անգամ հասկանում ես, որ պետքա դիմացինը, չգիտեմ, քո հայրենակիցն է, նույն լեզուն է կիսում, նույն գենետիկան է կիսում, արժե իրար լսել, բայց ամեն մեկը ինչ որ երևի սահմաններ ունենք էլի։ Չգիտեմ, միշտ չի որ ստացվում է անել այն ինչ որ մենք հիմա խոսում ենք։ Դասախոս մի հատ լավ բան ասեց, երրորդ կուրսում էինք սովորում, քաղաքագիտության դասախոսների դեպ, ասեց политика без ценива это всё, к чему прикасается։ Ճիշտ ասա։ Ու ինքս sense տպավորվավ մեջ, սա՞նի։ Ընդհանուր sense իմ բայց ախր այդ քաղաքականություն բառն ենք ինձ թվում է մենք սխալ ենք ալում, էլի, որտեվ այն ինչ որ երբ որ մենք այստեղ նստած ինչ որ մշակույթային կամ պահելաձևի մասին ենք խոսում, որը կարա նորմ փոխի կամ օրենքի վրա ազդի, դա էլ է քաղաքականության մի մասը։ Բայց կա օրինակ, չգիտեմ, հենց կլասիկ քաղաքականություն անգլերեն policy բառը։ Ու դրանք տարբեր բաներ են, բայց մեր մոտ մի հատ բառով է արտահայտվում քաղաքականություն։ Դե ստեղ ոնց է, օրինակ նայ դու այդ օրինակը բերեցիր, օրինակ շատ հեշտ է մարդուն հիմա, ուրեմն դու Նիկոլի դեմ ես, հասկանում ես, կամ Նիկոլի կողմ ես, կամ սրա դեմն ես, կամ սրա կողմն ես։ То есть իրանք մարդիկ ուզում են sense ինչ որ քեզ խմբերի մեջ մտցնեն։ Ինչ կապ ունի, ոնց ասեմ, ինչ որ խմբին պատկանալը կարծիք ունենալու հետ անպայման չի որ դու խումբ ունենաս, էլի։ Իրոք անպայման չի, մարդիկ կան որ չունեն խումբ, ոչ մեկից չեն ֆինանսավորվում, ոչ մեկից շահ չունեն ու փորձում են ազատ իրենց կարծիքը արտահայտեն ու կան տենց մարդիկ, ժողովուրդ կան։ Չէ, համաձայն եմ քո հետ, դու մենք օրինակ քո հետ կարանք 100 հատ օրինակներ բերենք, այս կողմից էլ, այն կողմից էլ, թե պլյուսներից, թե մինուսներից ու կոնկրետ լոկալ մեր կարծիքը ասենք, թե ընդհանուր ասենք, այդ էլ մեր չգիտեմ ինչու ձև։ Նաև այդ հանգում մեր խղճի հանդեպ հականքներով այդ այս վերջերս ընտրությունները, չէ՞, ոնց է կոչվում, ընտրախցիկ։ Ընտրախցիկ, հա։ Քվերքենք, բայց հա մարդկանց շատ այդ տեսանկյունից իրանք ուզում են քեզ ինչ որ խումբ определиться ու արդեն всё ասեն ուրեմն քսենց ու պեմիդեջիչկի։ Это լա շատ արժեզրկված բառ։ Դե բան է կա, չէ՞ օրինակ, երբ որ ինչ որ մի մարդ Հայաստանում հաջողության է հասնում, ասում են դե սրա մարդն է կամ էս օգնես բարեկամ ուներ, ծանոթ ուներ, ասենք շատ մարդկանց պատկերացման մեջ չի տեղավորվում այն գաղափարը, որ դու կարաս քիչ թե շատ ինքնուրույն ինչ որ մի բանի հասնես։ Կարաս օրինակ բերես, չգիտեմ ինչ որ գուցե պատմություններ են եղել քո հետ կապված մարդիկ, որը լայն տարածում ունեցե խեյթի հետ կապված, որ չգիտեմ, քեզ կապել են ինչ որ մարդկանց հետ կամ ինչ որ պատմությունների, որի հետ դու ընդհանրապես որևէ առնչություն չես ունեցել։ Դե մարդ որ կանչում ես, որ չգիտեմ ինչ որ պրոիշխանական հայացքներ ունի, դու միանգամից դառնում ես իշխանությանն աջակցող կամ մարդ կանչում ես, որ ավելի շատ պրոընդդիմությունն է, դու միանգամից դառնում ես ընդդիմության ինչ որ խմբի հետ կապված մարդ, այսինքն բայց շատ մարդիկ է գիտակցում են, որ դա տենց չի, այսինքն դու կարաս բոլորի հետ խոսես ու կապ չունի դիմացինը աջակցում է Փաշինյանին թե Կարապետյանին, դա չի նշանակում որ դու աջակցում ես Փաշինյանին կամ Կարապետյանին կամ Քոչյանին կամ չգիտեմ։ Դու մի հատ լավ բան է իրար եմ 3 տարի առաջ, որ դու Կարպիսն էիր կանչել Փաշինյանն ու Էդգարին Էլբակյան, ու սենց որոշակի թեթև բանավեճ էր։ Ինձ թվում է դու պետք է այդ ուղղությամբ զարգանաս կամ զարգանայիր, չգիտեմ, դու ինքն քո ծրագիրն ես, իրանք չունեմ որևէ բան ասեմ, բայց դա շատ կարևոր ֆորմատ է, որտեվ Հայաստանում տենց ֆորմատներ որպես այդպեսին չկան։ Իրանք լինում են մենակ նախընտրական փուլում, ու նախընտրական փուլում դա տեսան ինչա տեղի ունենում։ Մեկը խոսքի տեղ չի տալիս։ Ու նայ ինքը ես մեդիայի տեսանկյունից որ ուսումնասիրություններ էի կատարում, որ Հայաստանում չէի ապրում, տեսա որ օրինակ կա Պոզները ֆորմատը։ Պոզները կանչում է հյուրին, իրեն հարց է տալի, ասում է դու այս թվին այս արտահայտությունը արել ես։ Ու այս մարդը արդեն սկսում է միտեղ արդարանալ, միտեղ ասել հա ասել եմ որ միջև ասենց եմ մտածում, կամ ասել հիմա միտքս փոխել եմ, Պոզները չի սեղմում։ Էլ մարդը ինքը նայում է ու վիվդանում է կոնկրետ մարդու վերաբերյալ։ Մի հատ էլ կա երկրորդ ռեսպեկտի դաշտն է, էլի նույնն versus battle երևի տեսել ես։ Նույն ձև դու ինչ որ Հայաստանում պլատֆորմաներ է պետք, որտեղ մարդիկ պատասխանատվություն կրեն իրենց խոսքի համար։ Շատ կարևոր է դա։ Կամ դու ես հանդիսանում այդ մարդը, որ այդ հարցերը տալիս է, կամ ինչ որ մտնոլորտ է ստեղծում, որտեղ մարդիկ ցիվիլ դաշտում կոնստրուկտիվ դիսկուրս ունենան։ Երկու կողմն է լավ պատրաստված գա, իրար դեմ կոմպրոմատներով կամ ինչ որ հարցերով, ու դու ոնց որ ավելի շատ օգնես, որ իրանք իրար հետ ցիվիլ զրույց Թող քաղաքական չլինի ընդհանրապես։ Չէ, ընդհանրապես պարտադիր չի, կարա հենց policy-ների մակարդակում լինի։
Մեկը ասում է մենք պետք է եկեղեցու պատմություն ուսումնասիրենք դպրոցում, մեկը ասում է չէ։ Չնայած դա շատ արագ կդառնա քաղաքական։ Հա, ինքը շատ արագ կդառնա իրական, որովհետև շատ sense սուր է Հայաստանում, շատ է քաղաքականացված։ Օրինակ ես ունեի ընկերներ, որոնք исследователи древних цивилизаций Հա, գրքեր են գրում, շատ լավ մարդիկ են, բայց օրինակ ես կարդում եմ իրենց գրականությունը, ասում եմ, որ ինքը գիտական նյութ չի։ Ես ասում եմ, ես պատրաստ եմ սաղ կյանքս նվիրեմ ձեր տեսությանը ուսումնասիրությանը, եթե դուք գնաք Երևանի պետական համալսարան կամ որևէ ուրիշ պետական կրթական հաստատություն եւ պաշտպանեք PhD։ Այդ վաղ ես ինչ որ ձև լուրջ կվերաբերվեմ այս ամեն ինչին։ Չնայած որ մարդիկ շատ լուրջ են ու խորը գիտելիքներով։ Բայց իմ համար սյոժե այդ գիտական ցենզը շատ կարևոր է։ Ու նույնն էլ գնում եմ, չգիտեմ, ու սենց պայքար է, գնում եմ ԵՊՀ, իրանք սենց ԵՊՀ-ում այս մարդկանց մասն է վատ ասում, այս մարդիկ իրաց մասն է վատ բան ասում, եկեղեցին իր կողմից ինչ որ վատ բաներ ասում կոնկրետ մարդկանց հասցեին, որովհետև այդ կոնկրետ հակասություն կա, բայց եթե երեք կողմներ կամ երկու կողմներ նստեն, գոնե իրանց խոսքը ձևակերպեն, որովհետև արդեն մի բանա դու անձնական շփման մեջ ես իրանց հետ խոսում, իրենք միտեղ կարան չափազանցնեն, մանիպուլյացնեն եւ այլն, բայց մյուս բանը որ արդեն կամերաները միացրած են, իրանք նստած են ու ես վստահ եմ, որ այդ մարդիկ ովքեր այդ ոլորտով հետաքրքրված են, իրանք բոլորը մի քայլ առաջ կանեն, բոլորը։ հա։ Ու դա ինձ թվում է այդ հարթակները Հայաստանում շատ են պակասում, չկա այդ հարթակները։ Հա, մենակ երևի ընտրություններ այդ ֆորմատը ակտիվանում, բայց Կանադայում էր ոնց որ մի հատ տես ֆորմատ կար, մոնք էր կոչվում, ինչ էր անում, շատ հետաքրքիր էր, իրանք անընդհատ շաբաթական դիբատներ էին կազմակերպում, տարվեց հետաքրքիր թեմաների շուրջ ու որպես լսող էլ էր հետաքրքիր լսել, ֆորմատը սենց է ոնց որ երկու խումբ է բաժանվում, այդ երկու խումբը իրար հետ դեբատ են անում, ամեն մեկ ունեն լիդերներ ու սփորթ անող մարդիկ, աջակցող մարդիկ ու ոնց որ դեբատից հետո ով ավելի շատ մարդ դեպի իրան բերեց, ինքը դեբատը հաղթում է։ Ու տենց հետաքրքիր էր ոնց են մարդիկ այդ ոնց որ մրցակցություն է իրանց համար լավ որակով դեբատ անելու, շատ անգամ եթե իրանք չէին թողնում դիմացինը խոսա կամ շատ ագրեսիվ են, դա աուդիտորիային ավելի շատ էր հեռու իրանցից պահում։ Հա, հստատ։ Դե այստեղ գիտես ոնց է, շատ անպատասխանատվություն կա, շատ։ Օրինակ մարդ կարա հելնի օրինակ իմաստներ մեկ-մեկ տենց նյութեր եմ կարդում, որ ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում։ Ու ես խնդում եմ, բայց տեսնում չեմ մեկնաբանություն մարդիկ հավատում են։ Հիմա եթե ես օրինակ այդ մարդուն արձագանքեմ, ես իրեն գովազդում եմ։ Իր նպատակն էլ գուցե հին սկզբանե հենց դա է եղել, որ ինքը իր հարթակը առաջ տանի, խոսքի մտքարանի Արամ մասին sense բան է գրում, որը սուտ է, Արամը կհելնի ասի տենց չի, ինքը դրան լեվելը կբարձրացնի։ Հիմա անձնական ոնց որ զանգեմ բան իջնեմ այդ մակարդակ, դա էլ մի բան չի։ Նո, ես արդեն գնահատում եմ ըստ ծավալի, ոնց է ծավալվում, եթե տեսնում որ շատ է ծավալվում, ես հելում եմ մի անգամ եղավ կապանում էի ժամանակ անցած տարի նոյեմբերին, տեսա որ շատ վատ բաներ է գնում, որ իրական չեն գրում։ Ինչ ասես չեն գրում, բանի Բայց ով ուղղորդված էր, թե ինչ որ մարդիկ էին։ Ես ճիշտ ասած արդեն բաները կորցրել եմ, ժամանակ էլ չունեմ, այսքան նստեմ ուսումնասիրեմ, դե Facebook ես մտնում, տենց մի միլիարդ հատ ընդհանուր ընկերներ ունես, խոսքի ու տարբեր ճյուղերից։ Մի խոսքով բաները, в общем, այնքան абսուրդ է, որ ամաչում եմ դաժե ասեմ, էլի ինչա։ Անդե տարբեր բաներից, то есть սկսած եմ որ ես Հայաստանը մեկ է որ ինչ որ պաշտոնյա բարեկամներ եմ ունեցել, որ ինձ յանի առաջին տարի, բայց ընդհանրապես որևէ պաշտոնյա բարեկամ չեմ ունեցել, շատ դժվարությունների մեջ եմ անցել։ Այստեղ գործ չկար, բան չկար, մի խոսքով այդ առանձին պատմությունը 1000 հատ մարդու հետ եմ շփվել, փուլում բոլորն են գիտեն, էլի, իսկ ապացուցելի բան էլ չկա։ Մի հատ էլ վիդեոն եմ այդ թեմայով իրական նկարած, իդեպ պատրիարխն էլ հայկը որ կար այդ ժամանակ տեղափոխվել էր իր հետ ինչ որ ձև համագործակցում եք կապի մեջ էինք, հա դե տենց նոր տեղափոխվել էինք ու ինքը հիշում է այդ դժվար փուլերի, որը միջով մենք անցնում ենք։ Իդեպ հիմա այդքան էական չի։ Հա, ես վիդեո նկարեցի, չեմ եթե կոմենտներում բոլորին պատասխանեմ։ Ասում Ժորժ ջան, գրեք ձեր բոլոր հարցերը, քննադատությունները, ինչ կգրեք անկեղծ, ես պատրաստ եմ պատասխանեմ, թե մեկնաբանությունում, թե առանձին վիդեո նկարեմ այդ թեմայով։ Ու այդ վիդեոն կարամ ուղարկեմ, ընդդակը մի քանի հազար երևի կոմենտ կա, արդեն չգիտեմ, մի հատ վատ բան չկա այնտեղ գրած։ Մի հատ հարց գրած չի, то есть դու հենց բերում ես արդեն կոնստրուկտիվ դաշտ, ասում ես գրեք կոնկրետ ինչա, կարող իրական ես սխալվել եմ միտեղ։ Իրոք իսկ կարող եմ սխալ եմ ասել, սխալ եմ արել, ասեք, ես իմ սխալը ընդունեմ, պետք է կարող վնասեմ տվել ներողություն, կխնդրեմ, որ դժվար չի դա։ Բայց որ sense սուտ ակնհայտ ու մարդն էլ կարդում է դա ու առանց ճշտվելու կներեք ես խոսքիս համար։ Բայց ինչ էին գրը, ինչն էր պատճառը։ Ինձ թվում է, եթե անկեղծ
это люди не состоявшиеся люди, потому что մարդիկ, որոնք օրինակ չգիտեմ, երաժշտությամբ են զբաղվում ու իրանք ոչ համերգներ ունեն, ոչ բան ունեն կամ չգիտեմ ինչ որ ոլորտի ու տեսնում են, որ դու ինչ որ բաներ արդյունքներ ունես քո ոլորտի մեջ, իրանք չգիտեմ, չարանում են։ Իրանք սկսում են քո արդյունքը, որը բալբամ ժամանակավոր է։ Նենց չէ՞ էլի որ всё, մենք չգիտեմ ինչ որ։ Հա, հիմա ինձ օրինակ 100,000 մարդ անա, վաղ կարող ընդհանրապես ոչ մեկ չնայի, հա։ Կյանքն այնց դժվար բան է, որ չգիտես, օրինակ ես վերջերս հիվանդանոցին եկի, փոքր բան կար, sense անցավ, բայց ասում ինչ բան մարդ ենք մենք, հիմույզվիմ է, էլի։ Մի հատ մատներս փուշ ա մտնում, փոքր, բայց արդեն սա в общем, օրդ փչանում է։ Հա, եւ տեսնում ես, որ մարդիկ օրինակ կոնկրետ ժամանակաշրջանում օրինակ ինչ որ քաղաքական ուժի են սկսել սատարել, ինչ որ բաներ են արել, ինչ որ վիրավորական խոսքեր են հնչեցրել ինչ որ մարդկանց հանդեպ, ու մարդիկ չեն անցալում իրենց արդեն լուրջ։ Ու իրանք արդեն sense ոնց որ խորտակող նավա, ուզում են sense ինչ որ մարդկանց էլ իրենց հետևից տանեն։ Ես օրինակ երբևէ որևէ մարդու հասցեին, որևէ բան չեմ ասել։ Օրինակ հարցը մնացել տեսնում սխալ է, օրինակ կա զանգի խոսացել եմ հետո նստել թե ենք խմե կամ պիվը։ Ինչ որ թեմայով խոսացել ենք, որովհետև ես միշտ ի սկզբանե ձգտել եմ ինչ որ գիտես այս էլեմենտը որտեղ է շատ լավ երևում։ Օրինակ քաղաքում ես տեսնում ինչ որ խնդիր տեսել եմ, որ քաղաքի տարբեր խնդիրների մասին։ Օրինակ ես կարող եմ վիդեոն հանեմ, սկսեմ պոպուլիզմով զբաղվել։ Սաղ ինքննադատ եմ ասեմ, ու իրականում կարող է այս կամ այն մարդը մեղավոր է կոնկրետ դրա համար։ Ու ամենայն հավանականությամբ հենց տենց էլ կա։ Բայց ես քանի որ քաղաքական նպատակներ չունեմ, ես չունեմ նպատակ ինչ որ մեկին դեմ, հա ես հանուն եմ ավելի շատ։ Ես ասեմ սկզբից կամ զանգում եմ պատասխան տուն ասում, կարաս ուղես, ինչով ես քեզ օգնեմ, որ դա ուղղվի, հա։ Ես հանուն եմ ոչ թե ընդդեմ։ Հետո որ տեսնում եմ դա ամիսները անցնում ու չի ուղղվում, ես ոնց որ կարող վիդեո նկարեմ այդ թվով, բայց իտո այդ վիդեոն այն իր մեսեջը այն չի, որ տեսեք ինչ վատ է։ Մեսեջը այն է, որ կա sense խնդիր, եկեք լուծեք խնդրում։ որ մարդիկ էլ կպնեն այդ խնդրի լուծմանը, որովհետև մարդկանց մեջ կա անտարբերություն խորը։ Ես հիշում եմ 11 տարի առաջ, երբ որ աֆրիկյանների շենքն էին քանդում։ Դու եղել ես այդտեղ, թե չէ։ Ես այնտեղ փոքր էի, հայերեն չէի հասկանում։ Ու ընդ հիշում եմ Համասյանը եկավ դաշնամուրը բերեց նվագեց, ընդ շատ այսօրվա դեպի իշխանության շատ ներկայացուցիչներ կային, որովհետև այնվաղ փոքր էին, հələ իրենք շատ գուցե դպրոցական անգամ կլինեն, չգիտեմ։ Եվ մեր աչքերի դեմ այդ շենքը քանդեցին։ Իսկ 21 թվականին, երբ որ քանդում էին Թուֆինկյանի կողի շենքը, ինձ գրեցին երեկոյան, ասում որ այդ շենքը քանդում են, մի բաներ այս վիդեո նկարեցի, ասացի, եկեք ինձ փրկենք այդ շենքը կամ իմանանք խի են քանդում, կարող է ճիշտ է քանդել, էլի չէ։ Բաժակ քեսով չափ դատարկ։ 100,000 մարդ նայեց, բայց առավոտյան ես էի մենակ եկի, հետո մի հատ էլ տղա եկավ, կարող անցներ ու լիքը լրագրող։ Հետո ինձ քաղաքապետարանից մի հատ մարդ եկավ, ասում է, սա ֆասադը թողում ենք, սա նորմալ է, նո, բացատրեց, սա օքեյ էր, բայց վատը թե ինչն էր, վատը շենքը չի, վատը այնը որ մարդիկ սկի դուրս էլ չեկան։ Արդեն բնազները բթացած էր։ Իմ նպատակը այն է, чтобы это некое шило, որ հելեք, հələ տեր կայնեք, մի հատ հարցրեք, մի հատ։ Կարող պետք չէ, կարող ապօրինությունա տեղի ունենում, կարող հակառակը պետք է քանդեն ու լավ բան կլինի, որ դու նայես ուրախանաս։ То есть ինքը այդ դեպքում էլ է հանուն դու եթե այն վիդեոները նայես էլի տեսանք։ Չէ, նայել եմ։ Շատ եմ նայել։ Դու գիտես, չէ, առաջին մարկանցից է սա, որ ինձ գրել է։ Երբ որ ոդքասթը սկսել է, հա, Я это помню, да. 4-րդ տոլի 5-րդ էպիզոդներ առաջին մարկանցից մեկը որ տես գրեց ինձ մոտիվացրեց, ասեց ինչքան լավ բան եմ անում, դու ես ել։ Բայց ես ասեմ, որ Արտուրը ոդքասթ սկսեց 7 տարի առաջ առաջինը դու իրեն գրեց։ Հա։ Գիշես։ Արտուրը 2 ոդքասթ արեց ու էլ չարեց, բայց դու գրեցիր Նարեկն է գրել։ Չէ, ես որ լավ բան տեսնում եմ, միշտ քիչ մարկանց փորձում եմ աջակցեմ, էլի, որտեվ շատ կարող է, որտեղ ինձ է շատ մարդ գրել է, երբ որ նոր է սկսում, ու անծանոթ մարդիկ։ Ու այդ շատ ոգևորում էր այն ժամանակ։ Հիմա էլ նույնպես։ Երկու հատ բան ուզում ասեմ, առաջինը ես քո ոդքասթը որ նայեցի, հələ տեխնիկապես այդքան հագեցած չէր։ Ձեն չունեիք նորմալ։ Հələ ձեն չունեիք, հա։ Ու բան եղավ։ Տես, ես արդեն ոնց որ այդքան տարի մեդիայի մեջ եմ, ես նայեցի բոլոր ֆակտորներով անկեղծ եմ ասում, այդ product-ը չպետք է աշխատեր։ Դե հիմա չպետք է աշխատի։ Բայց, չէ, որ առանձին վերցնում ես, ինքը չպետք է, բայց քիմիա կա։ Պրոստը նայում ես ու դուզում ես նայես։ Հասկանում ես, թե տեխնիկապես, թե օրինակ որպես լրագրողական օրինակ այդ փորձ չունեիր։ Բայց ես ուզում եմ նայեմ, ես չեմ ուզում անջատեմ։ Բայց ես հետո երկրորդն եմ բացում, ինձ հետաքրքիր է։ Ու մեդիա մեջ ամենակարևոր բաղադրիչներից մեկը էդի քիմիան է։ Ինքը կամ կա, կամ չկա։ Դու կրաս միլիոնավոր դոլարներ դնես product-ի մեջ։ Եթե դու անկեղծ չես, ինքը չի աշխատելու։ Երևի հա, կարող է այդ անկեղծությունը հենց էկրանայից, որ ես ընդհանրապես մեդիայի փորձ չունեմ ու ուզում եմ մարդկանց հետ զրուցեմ։ Ոնց այն ժամանակն այնց է հիմա, որովհետև այս ինտերվյու չի, զրույց է։
Համաձայն եմ։ Ու երկրորդ բանը, որ ուզում ասեմ, դու ինձ գրել ես, չէ, 3-4 տարի առաջ էլի որ հրավիրել էիր, կհիշես։ Հա, Արտուրի հետ ենք ուզում, բայց 3 հով ենք ուզում անենք։ Ես այդ վաղ գիտես խի բան չարեցի, չհամաձայնեցի։ Անկեղծ ասեմ։ Դավայ։ Ինձ թվաց, ես անգամ այդ նամակը գտա մի հատ լսեցի, չգիտեմ խի ինձ այդ բային թվաց, որ այդ միտքդ քո բան էր։ Դու սենց ասցիր, որ ինձ թվում է եկել է ժամանակը, դու որ այդ ասեցիր, ես հայերեն այդքան լավ որ չի հասկանում, ինձ թվաց, չգիտեմ, այդտեղ որոշակի չեմ ուզում այդ բառը ասեմ, մեծամտություն գուցե, սենց ինչ որ բան զգացի, բայց հիմա որ լսում եմ իմ այս փորձով այս տարիների, ես ասում եմ բանը, չէ, նորմալ բան է, ինչ է ինքը բաները, ու սենց ես почему он так сказал, внучки քիմեր չէին գել, ու սենց Շատ ենք շփվում, երևի արդեն չգիտեմ խի այնտես գրել, երևի պատրաստ ենք որ անենք։ Բայց ես ուզում եի գայի դեպ շատ. Ինձ հետաքրքիր է, о, круто, народ пригласил, я такой думаю, нет, я все-таки, наверное, не приду. И я тоже не был готов тоже, потому что շատ ծրագրեր կար, որ ես ուզում եի անել, բայց ես այդ ոդքասթը փայլնելու ես 2 օրից, 3 օրից։ 18-ին։ Չէ, սոմսի քանիսն է։ Այսօր ամսի 15-ն է, հա 18-ին։ Հա, как раз։ Հա, հիմա շատ ծրագրեր ենք անում, հետաքրքիր, ուզում եի նաև 18-ից հետո անել, որովհետև շատ հետաքրքիր համագործակցություն ունենք։ Դա 18-ին անելու կասեմ։ Հիմա մենք շատ հետաքրքիր 18-ին առնելու։ Հա։ Այսինքն ոդկասթանից հետո դուրս կարաս ասես։ Հա, կարող ասեմ։ Հա։ Մեր խոսքով հիմա սենց մեծ լայնածավալ համագործակցություններ ենք սկսում ակադեմիական ոլորտում, ուզում եի սենց որ արդեն ոնց որ post factum որ գայի կոմենտուր պատմի ավելի Դե մանրամասն։ պատմի, ինչ է կաները։ Ամսի 18-ին այսօր Արդեն եղել է։ մենք Մատենադարանի հետ պաշտոնապես համագործակցության հուշագիր ենք կնքելու լրագրողների հետ, շատ լայնածավալ մեծ համագործակցություն լինելու եւ մենք ունեցել ենք մի քանի փուլ համագործակցության եւ այդ համագործակցությունը շատ ես չափազանց դրական եմ տեսնում, որովհետեւ այնտեղ միլիոնավոր դիտումներ եւ այլ եւ արդեն ինքը պետքա լինի ինստիտուցիոնալ բնույթի, որտեղ որ հասունացել է Պարոն Խզմալյանին շատ եմ հարգում, իր կատարած աշխատանքը, իդեպ իր հարցազրույցներ եմ նայել, այստեղ շատ հետաքրքիր։ Հա, մեր մտել է ինքը։ Ու շատ հետաքրքիր մտքեր է իր մոտ, նաև մեդիայի հետ կապված, ու մենք գլխավոր նպատակը այնա, որ մարդիկ, որոնք հիմա անցնում են շենքի կողքով, իրանք ավելի լավ հասկանան եւ գիտակցեն, թե ինչ հարստություն է իր կարևորությունը։ Այո։ Հիմա այդքան տարի մենք զբաղվում ենք այս ամեն ինչով, հա, ու ոնց որ իմ ամենը մեծ պատիվը, ես ավելի շատ ասում եմ, որ այս համագործակցություն չի, այ ոնց որ մենք պետքա ծառայենք այդ շենքին, այդ հարստությանը, մշակույթին, որ այնտեղ կա ու ոչ միայն մշակույթին։ Եվ այդ առումով համար մեծ պատիվը, հույսով եմ, որ այսօրը լավ կանցնի։ Հետո տենց հերթով ակադեմիական ոլորտի տարբեր բուհերի հետ ու ասենց մի հատ նոր փուլ ենք մտնում իրականում, իմ համար դա շատ կարևոր է։ Ու հույսով եմ, որ ինքը իր արդյունքը կտա։ Ինքը իրական մի երկու հատ էլ շերտ կա, հետաքրքիր որ ասեմ, նայ, այդքան նաև շենքը չի, ինչքան համել մարդիկ, որոնք այնտեղ աշխատում են։ Որովհետև մենք նաև այսքան տարի աշխատում ենք, мы способствуем формированию нового образа армянина и армянки. Это այն մարդը հայ նոր տես ավելի շատ նոր չէ։ Կարելի ասել համ նոր, համ այն ինչ կար միջև այդ, որովհետև 30 տարի ռոպագանդվել է բացասական կերպարը, գելիկով, զենքով տղեն, որը գալիս է sense բանա, sense սերիալներով, որոգայթ եւ այլն։ Հիմա ես ուզում եմ փորձեմ նպաստեմ նրան, որ դա այդ կերպարը փոխվի, գիտելիքով օրհնված մարդ, որը sense ինչ որ մասնագետ ինչ որ ոլորտի վարժեք հաստեղծում, հա, ու շատ կարևոր է որ մենք այդ դասախոսությունները, որոնք YouTube-ում նկարելու ենք, շատ մեծ կուրսեր, բաներ անվճար սա YouTube-ում լինելու է մարդկանց համար, տարբեր թեմաներով, նաև որ մարդիկ գրանցվեն այդ դասախոսներին, հետևեն իրանց Facebook-ով, Instagram-ով, որ իրանք պահանջարկ ունենան, որովհետև հետո այդ անձը, այդ աշխատակիցը ինքը որ դառնա հետևորդներով, չգիտեմ, ինչ որ մեծ սպեցիալիստ, բաց չտեմ հասկանում այդ մատենադարանի հետ համատեղ եք անել այդ լեկցիաները, ես միջև էտել եմ արել, տեստ եմ արել իմ համար, տարբեր համալսարաններ, իրական այս ծրագիրը 8 տարի ուզում եմ անեմ, արել եմ տարբեր փուլերում, on-line ակադեմիայի վրա, բայց քան որ ժամանակ չկար, հիմա sense ոնց որ պարոն Խոզմալյանն էլ առաջարկեց, որ ինքը ինստիտուցիոնալ բնույթի ավելի sense թղթին հանձնենք եւ ավելի պրոֆեսիոնալ ձևի գնանք, ես ասի հարի, ես էլ մի անգամ sense ավելի բան դուրս կգտնեմ էլի գործին։ Այդ ամենը մատենադարանն է ֆինանսավորելու։ Դա չի ֆինանսավորվելու, ես իմ համար դա սկզբունքային ստեղծելու։ Եսա ֆինանսների մասն էլ առանձին խոսանք։ Ես որևէ ծրագիր չեմ սկսում, եթե ես վստահ չլինեմ, որ ես ինքս իմ ֆինանսներով կանեմ։ Ողջ կյանքս ընթացքում այդպես եղել ու ֆինանսները, որոնք պատտվում են մտքանի շուրջ, դրանք հավելյալ ինչ որ բան է։ Ինքը ոչ չլինի էլի, ես միշտ արել եմ 10 տարի, 10 տարի անց ֆինանսներ եմ արել։ Հիմա որ ինքը ոնց որ բիզնես պրոյեկտ չի էլի,
Չէ, ես բայց ապրել պետք է դե ապրել ես մասնագետ եմ օպերատորներին գումար պետք է տալ, մոնտաժնիկին նույնպես ու բոլորին մարդկանց ովքեր աշխատում են այդ կոնտենտը ստեղծելու վրա։ դες աշխատում եմ իմ մասնագիտությունը ունեմ, չգիտեմ, տարբեր տեղերից եկամուտներ ունեմ, մենք մաքսիմալ անկախ ենք այդ տեսանկյունից եւ ֆինանսավորում պրիմոյ մենք չունենք, չենք էլ ունեցել, չենք էլ ուզում ունենանք, չենք էլ ուզեցել ունենանք, որովհետեւ кто плачет, тот заказывает музыку։ Միշտ մերժել ենք, հա, այն մարդկանց, ովքեր ուզեցել են դրա համար մենք ես փորձել եմ իմ գիտելիքով, իմ փորձով ինչ որ ձև գումար աշխատեմ, ներդնեմ ծրագրերի մեջ ու հիմա մտքանը որ շատ Բայց գովազդանում եք, չէ՞։ Նաև գովազդ հիմա արդեն անում ենք, ես մի քանի տարի է, բայց էլի գովազդանում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք արժեք են ստեղծում։ Ես օրինակ, չգիտեմ, եթե կա ընկերություն, որը օրինակ, չգիտեմ, բացական ռեպուտացիա ունի կամ իմ կարծիքով ինքը բացական բանով զբաղված Հայաստանում, ես օրինակ կյանքում չեմ աշխատի։ Հա։ Իրանց հետ այդ սկզբունքները պահել ենք միշտ ու չենք խախտել այդ սկզբունքները։ Եվ դա շատ կարևոր է։ Դու հենց փողի հետևից գնաս այդ կոնտեքստում ինքը այդ անկեղծություն էլ չի լինի։ Ինչ կախված է դասախոսների հետ վերադառնալով այս թեման, հեսա այս թեման էլի կշարունակենք, ինքը հետաքրքիր է, որովհետև շատ մարդ ուզում է ինչ որ ծրագիր սկսի եւ ֆինանսների պահով ինքը խնդիրներ անում, հետո ապագամ չկամ շարունակի։ Ինչ կախված է մատեանդրանի հետ, պատկերացա դասախոսը, որը ունի արդեն օրինակ հետևորդների քանակ, ինքը գիտելիք է տվել, այդ գիտելիքի շուրջ նաև ինքը իրան է գովազդել ավի իմաստով, մենք էլ այդ մեր մեքենայով կպել ենք սաղ մտքարանաբան եւ այլև գովազդել ենք այդ մարդուն, իր անձնական սոցեջերը, ինքը այնտեղ կիսվում է, ինչ որ բլոգ է սկսում վարել, ինքը դառնում է ինչ որ ռելևայ մոդել, չէ՞։ Ու վաղ այդ մարդը ուզնա դասախոսություն դնի Օրինակ կամ գիրք գրի։ Ինքը արդեն կարողանա Հայաստան գումար վաստակի։ Ինքը արդեն դասախոսությունների իրան կհրավիրեն, ինչ որ չգիտեմ, ինքը արդեն գա կոմոդ վերջը։ Իր բրենդը լավ կացավ, մենաշնակ դրանով կարողանա գումարենք աշխատի։ Օրինակ մատենադրամ այնքան լավ մարդիկ են աշխատում, մասնագետները միջազգային մակարդակի, ու ասեմ շատ պետություններից մարդիկ գալիս են մատենադրам, որ ինչ որ գիտելիք ստանան եւ փորձ վերցնեն։ Դրա համար այդ ամեն ինչ շատ կարեւոր է այդ մարդկանց նաեւ ցույց տալ ու լավ ղեկավարության ժամանակ, ինչ այսօր ունենք, Փառք Աստծո, այդ ամեն ինչը կարա շատ կարճ ժամանակում շատ մեծ արդյունքների բերի։ Հետի այդ մասով հայ շատ եմ ոգեշնչված եւ ոգեվորված ու ավելի շատ են նաեւ գիտելիքի շուրջ, որ ես էլ եմ ախր սովորել ընթացքում ու ինչ շատ հետաքրքիր է դա ինչը։ Հա դա շատ լավ է։ Կոնտենտ կա արդեն նկարած, թե 18-ին հայտարարում եք, որ սկսում եք։ 18-ին հայտարարում ենք, որ սկսում ենք, հուշագիրը կնքում ենք, բայց մենք նկարել ենք արդեն շատ բաներ այս ընթացքում։ Հա։ Մենք նկարել ենք Elixir-ի հետ կապված, լսել ես երևի։ Որ 10 տարի ընդ ձեռագրերը վերցանել են եւ գտել են ու սարքել են Elixir-ը, ասենց կոնյակի նման բան է։ Ես գաղափար չունեմ, քանի որ այդ ամեն ինչից, բայց ինքը հետաքրքիր բան է ստացվել ու վաճառվում է հիմա։ ալկոհոլը։ Հա։ Elixir-ի հետ կապված ենք նկարել, երբ որ բացվել է ուրեմն լաբորատորիա, հայրենիցը, լաբորատորիա, չէ՞։ Լաբորատորիա։ Լաբորատորիան երբ որ բացվել է, մենք մի շարք վիդեոներ ենք նկարել, թե ոնց են գրքերը վերականգնում այդ process-ը եւ այլն։ Հա, շատ ընտիր է, կսպասեմ կնայեմ անպայման։ Ամեն ինչը հա կփորձենք ինչ շատ սիրուն ձևի փաթեթավորենք եւ կարևորը հասանելի։ Նայ կրթական ծրագրեր, լուսավորչական, արդեն պայմանավորվել ենք, չէ՞։ Իրանք շատ կարևոր են ու իրանք շատ կան ամենտեղ։ Ռուսաստանում այդ կուլտուրալիկ կա, Հայաստանում շողակատ կար, չէ՞, հիմա փակա, թե չէ։ Չգիտեմ։ Հիմա կա շողակատ։ Բայց ընդ այնքան ձանձրալի է։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց հիմա որ մենք քո հետ այսենց խոսանք, ոչ մեկ չի նայի։ Դե մոտորապես տենց էր խոսում։ Չէ, ուզում ասել, բայց հիման կա կոդեմ։ Շատ լավներ, միրոյա։ Լիքը можно мне повторить? Merci. Լիքը մարդ X2-ով անալու է podcast։ Ես իդեպ առանց բանը, ես միշտ նայում եմ օրիգինալը ոնց կա։ Բայց հենց այդ է ուզում ասել, պրոստը ասի բան չլինի։ Օրինակ նայ դու շատ բան ես չէ խոսում, դա դե Վանաձորի акցենտն է, չէ՞։ Թե չէ։ Դու մարդկա Վանաձոր ցարակ է խոսում, բայց Վանաձորսկի տենց հայտնի են դանդաղ։ Լսվում է, ամենահետաքրքիրը դա լսվում է։ То есть знаешь, чего же это не утомляет. Меня не утомляет, по крайней мере. Ну и по результатам, որ դու տեսնում ես, որ քո product ամեն անգամ աճում է։ Ուրեմն մի բան կա, չէ՞ այդտեղ։ Այ եթե ինքը չաշխատեր, կասենք հա դե։ Երևի։ Դե չգիտեմ, մի քանի օր առաջ դե իմ տղեն արդեն նենց տարիքի է, որ շատ հարցեր է տալիս, անընդհատ մենք տարբեր գիտելիքներ, ոլորտներ ենք ուսումնասիրում, չգիտեմ, ոնց ինչի արևը տակ կամ ինչի այսօր լուսինը ցերեկ երևում կամ
կարմիր մոլորակը Մարսի մասին է խոսքը, ինչի է կարմիր։ Ինչի է մեր հրաբուխը ոնց է աշխատում։ Չգիտեմ, դες տարբեր շատ հետաքրքիր հարցեր ենք տալիս։ Նախամարտ որտեղ կանք տենակ։ Ինքը շատ հետաքրքիր ասել է ու հասկանում ես, որ հայերենով տարբեր ոլորտների հետ կապված բացատրվող վիդեոներ շատ քիչ կա։ Ռուսերեն աննորմալ շատ կա, անգլերեն աննորմալ շատ կա, բայց հայերեն շատ քիչ կա ու մտածում եմ օրինակ ինչի չի արվում, էլի դա օրինակ ինչի հայերեն կոնտենտ այդքան քիչ այդ հատկապես երեխեքի համար, ու հետո հասկանում ես, որ շուկան փոքր է։ Այդ քանակությամբ անիմացիա որ ստեղծվի, առանց իմ կարծիքով պետական աջակցության կամ ինչ-որ մեծ դոնորների, նման կոնտենտը երբեք եկամտաբեր չի լինի։ Դրա համար շատ բիզնեսներ չեն գտնում, մեդիա ընկերություններ չեն գտնում դրան, բայց պետության հետ կամ տարբեր չգիտեմ, բարագործականների հետ միգուցե իմաստ կա այդ ամեն ինչ անելու։ Շատ անգամ պետք է չի նորից նկարել, կարելի է այդ եղած անիմացիաները վերցնել, համագործակցել այդ տարբեր արդեն եղած ընկերությունների հետ, որ Ամերիկայում կամ Ռուսաստանում կա ու դա թարգմանել հայերենով։ Բայց մյուս կողմից կարող է մի քանի ամսից անգամ դրա կարիքը չլինի, որտեղ այսօր YouTube-ը շատ լեզուներ ավտոմատ թարգմանում է ու Gemini-ը, Google-ի այդ մոդելները արդեն շատ լավ են հայերեն հասկանում, կարող է որոշ ժամանակ հետո, ընդհանրապես ամիսների տարբերությամբ դու կարողանաս YouTube-ով փոխես լեզուն հայերեն ու հայերեն ավտոմատ ձայնը գեներացվի, ոնց որ հիմա դա արվում է ռուսերենի, անգլերենի, իսպաներենի, թուրքերենի, ճապոներենի, ասինքն շատ լեզուներ արդեն դու YouTube-ում կարողանում ես փոխես ավտոմատ նայես։ Բայց այդտեղ հակառակ էֆեկտն է լինելու ինձ թվում է։ Օրինակ մի քանի օր առաջ պապան վիդեոեր նայում մեր տանը, ասում եմ պապետ ինչ արհեստական բանակցությամբ գեներացված բան ես նայում, ասում եմ չէ տղա ջան, նորմալ կոնտենտ է, ինչի մասին է խոսքը։ Զուտ անգլերեն վիդեոեր, ինքը New York Times-ի ոդքասթեր, ինքը բաներ արել, փոխել է ռուսերեն էր դրել, դրա համար բան է, այդպես AI ձեներ, ասում ինձ թվաց այնպես ինչ որ այդքան է լավ կոնտենտ չի, բայց ինձ թվում է կարա հակառակ էֆեկտը լինի։ Ինչ առումով։ Այն առումով, որ օրինակ իմ մաման պատմեր, որ իրանք որ դպրոցում էին սովորում, իրանք ընկերուհիների հետ կռվում էին Դաստոևսկիի գրքի համար, ով շուտ կկարդա, շուտ փոխանցի եւ այլն։ Հիմա օրինակ այդ գիրքը ինտերնետում կա 5 վայրկյանում դու կարաս преступление наказание за 1 секунду найти, հա, բայց ինքը օրինակ սպրոս չունի այդ գիրքը այդ տիպի։ Բայց ուրիշ բաներ սպրոս ունեն։ Այսօր օրինակ գրքերի վաճառքները օրինակ իրանք մենակ աճում են։ Okay։ Ես գիտեի հակառակը։ Չէ, գրքերի վաճառքները իրոք աճում են։ Բայց ակադեմիական գիտելիք ինքն стоит отдать должное։ Բայց նայես որտեղ։ Օրինակ շատ զարգացած երկրներում մեկա ուսանողների դիմելությունը չի ընկնում։ Ու շատ երկրներ, օրինակ Ամերիկայի օրինակ կարող ասեմ, շատ դժվար է ինչ-որ բանի հասնել առանց լավ ակադեմիական։ Ես գիտեի տենդենսը նույնն է, գիտեի։ Չեմ ուսումնասիրել, բայց sense Չէ, կարող է տենդենսը նույնն է, որտեվ հատկապես հիմա որ AI-ը շատ sense պոպուլյար է դառել ու աննորմալ շատ են քննարկում AI թեման, իրոք շատ երիտասարդներ մտածում են իմաստը որն է գնալ ինչ-որ մի բան սովորել, որ вաղը AI-ը քո փոխարեն դա անելու է։ Ես գիտես ինչ կուզենայի, որ հայ մարդկանց մեջ լիներ։ Во-первых, вот эта предприимчивость, նախաձեռնողականություն, ճիշտ եմ ասում այդ բառը, չէ՞։ Մի հատ պապաս լավ խոսքներ ասում է էշիական ջին քնած են։ Հիմա Իսկ բոլորի պապերը այդ խոսքը ասել են։ Եթե դու դասլովնի թարգմանես ռուսերեն, խոսքի абսուրդ է ստացվում, բայց մոտավորապես մենք հասկանում ենք ինչ մասն է խոսքը։ Հիմա ես օրինակ որ ընդունվեցի ինստիտուտ իրավաբանական, ես ինձ ասացին որ երրորդ կուրսում պրակտիկա է լինելու։ Ես մտածում եմ ես չեմ սպասի 3 տարի որ գնամ այդ պրակտիկայի։ Ես արդեն երրորդ կուրսում արդեն սաղ ոլորտների երևանություն արդեն ուսումնասիրել էի, աշխատել էի դատարանում, փաստաբանի օգնական, սաղ արբիտրաժով ամենտեղ։ Ու հասկացել եմ որ ես իրավաբան չեմ աշխատելու։ Այս հաշվի առնելով մեր տարածաշրջանային իրավաբանական այդ կուլտուրան, իրավական կուլտուրան ես հասկացա որ չեմ ուզել։ Ռուսաստանի մասն է խոսքը։ Նաև Հայաստանի SNG-ի sense որ վերցենք մասշտաբով, որտեղ մենք ուսումնասիրել ենք այն մշակույթը որ կա Գերմանիայում օրինակ, Ամերիկայում, Ֆրանսիայում ու այդ համեմատում ես այն իրականության որը Ռուսաստանում ասում ես չէ։ Я не хочу здесь работать юристом։ Ես 2 շաբաթ աշխատել եմ փաստաբանի օգնական քրեական ոլորտում ու բուտերկայում հերթեի պահում։ Կյանքս էվո սպիտակ էր, սաղ անգիր գիտեմ հա երկրի դեմ բուտերկայի։ Ես սովորում էի մասնագիտական որ այդ բաները հասկանայի, տերմինոլոգիան եւ այլն ու կյանքս էվո սպիտակ էր դառել։ Ես բարես բուլի մաս։ Ինչ առումով։
Դե դու այդ որ սա դժբախտությունը տեսնում ես այդ բանը, հա, այդ դժբախտությունը այդ ոլորտը, այդ մարդկանց, այդ բուտերկայի ճարացող այդ պոլը, դե մուզեյ ավելի շատ հիմա էլ չգիտեմ, փակել են չեմ փակել։ Բանտը, բայց դե Նավա Սլաբոսկի վրա էր, թե չեմ սխալվում։ Հա, ու այնտեղ դե գիշերվանից պետք է հերթ բայց որ առավոտը քո փաստաբանը կարողանա մտնի, այս Ռոբեն Կիրակոսյանի օգնականն եմ եղել ինչ որ փուլ, հայ-ռուսական իրավաբանների միության նախագահներ ինքը, ու այդ փուլի ընթացքում ես բան էի անում, շատ բաների հետ էի առնչվում, բայց հասկացա որ ես չեմ уզում։ Я не готов посвятить свою жизнь уголовному праву, вот и так далее։ Հիմա վերադառնալով մեր թեմային Հայաստանում sense ինչքան ուսանողների մարդկանց հետ տարբեր խոսում եմ, իրանք sense սպասում են, որ ինչ որ բան լինի, սպասում են։ Ժամանակը, ասում եմ, сегодня, чтобы стоять на месте, нужно интенсивно бежать։ Ժամանակը շատ արագ է զարգանում։ Այդ ես չեմ ասում։ Տեղում մնալու համար, հետ չգնալու համար պետք է արագ վազես այսօր։ Чтобы стоять на месте, нужно интенсивно бежать։ Որ հետ չգնես, գոնե պետք է վազես։ Հա, Արտուր Կլարկն էր ասում, եթե չեմ սխալվում, не суть, խոսքը շատ լավն է։ Ու Հայաստանում այդ չկա։ Դու կարող ես ասել։ Հա, Կլարկն ասա այդ։ Եթե չեմ սխալվում, հա։ Դա ինքան բանկավորներից մեջ դարի հիշի չէ։ Ով ինչ ասա։ Մի հատ ասում եմ, խելացի բրիտանский ученый։ Ահա, ու այդ առումով օրինակ կարող ես մի հատ մարդու հանդիպեմ 5 տարի անց, ինքը նույն level-ի վրա է, ու նստած խաբարի է սպասում։ Ասեմ, բա ինչ կա դե տենց սպասում եմ։ Տեսա տնանք ինչ հալն է։ Տենց սպասում։ Մարդը, բայց այդ փուլում ինքը ինքան բան կարող աներ։ Ասում եմ, ինչ անեմ, ոնց, նո տես էդի սպանում է իրականում, որ ես մարդկանց մեջ տենում եմ, ու դրա համար հայ թեկուս կարճ ճանապարհներ, բայց չնայած որ ես այսօր իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, բայց այդ գիտելիքը ակադեմիական ինձ հնարավորություն տվել անել այն ինչ ես հիմա եմ անում, վստահ եմ դու էլ նույն ձև։ Դու քո մասնագիտությամբ չես աշխատում, չէ՞։ Ես առաջ կրթությամբ ինժեներ եմ, երկրորդով MBA եմ արել։ Պոլիտեխնիկ ես, չէ՞։ Ճարտարապետաշինարական։ MBA որտե՞ս ես արել։ Ամերիկյան համալսարան։ Շատ լավ։ MBA օգտագործում եմ, բայց առաջ կրթությունը շատ օգնել է, որ կարողանամ Системное мышление։ Հա, կարելի է նաև տենց ասել։ Կարողանամ տարբերեմ ինֆորմացիայի աղբյուրները ճիշտը սխալից, կարողամ research անել եմ սովորել, այսինքն հասկանում եմ գիտելիքի հետ ոնց աշխատել, ու դա համալսարանն է հենց թվել։ Այո։ Это ты когда вот смотришь назад, հետ ես նայում ու դու տենում ես, դու կարող չզգաս, դու մտածում ես ինստինկտիան է գալի, ինչ որ քո կյանքի փորձն է, բայց դու խորանում ես, այդ սա հենց այդ փուլում է եղել, ինստիտուտի տարիներում էլ է։ Հա, միանշանակ ինստիտուտի իմ երկու ինստիտուտներն են շատ մեծ գիտելիք են տվել, որի համար ես շատ շնորհակալ եմ ու ուրախ եմ, որ ես կարող գնացել եմ, չգիտեմ, 7 տարի համալսարաններում եմ սովորել, նախ շատ լավ շրջապատ է տվել, ընկերներ, դասախոսներ, որոնք ընկերներ են դառել, երկրորդը օգնել է, որ շատ բաներ հասկանամ, ու շատ բաներ հասկանամ, որ չեմ հասկանում։ Այո։ Շատ բաներ իմանամ ու հասկանամ, որ շատ բաները չգիտեմ։ Համալ ինքդ քեզ ես ճանաչում այդ Հա, փուլում։ հա, Դու արդեն երեխա չես, ոնց որ մեծ էլ չես ու քո բնությունն է արդեն բացվում, ինչ որ բանի հետ դու պայքարում ես։ հետաքրքիր տարիներ էր։ Очень, да։ Ստե Գորնելը, չէ, Վարդանյան քեզ ինտերվյու տվել, պոլիտեխնիկ դիրեկտոր։ Հա, Вот он большой молодец։ Գորետ անցած տարի էին կարել ոնց որ ապոբաներ, փոփոխությունների մասին էր պատմում համալսարանի։ Գորետ հեսա վիդեո պետք է նկարենք, ինքը, չգիտեմ, բառեր չեմ գտնում, որ շնորհակալություններ իրան ասեմ, այն աշխատանքի համար, որ ենք պոլիտեխնիկանում։ Ինձ թվում է իրան դու պետք է ամիսը մեկ կանչես, որտեղ ամիսը մեկ ինքան կունենա քեզ պատմելու։ Իրանք ես զարմանում եմ ոնց են իրանք այդ ամենը հասցնում անեն։ Դու եղել ես չէ պոլիտեխնիկ։ Եղել եմ ինքը հենց ոդկասթից հետո գնացինք, մի քիչ ընդեղը շփվեցինք ու ինձ ամենաշատը դուր եկավ, շատ տեղյակ չեմ ինչ են արել համալսարանում, ցավոք, բայց նենց ոնց որ ինքն էր պատմում ոգևորված, դա շատ տենց տպավորիչ էր, որտեվ ինքը ոնց որ շատ տենց ոչ fake ուրախ էր, այն ամեն ինչի համար իրենք ինչ որ անում են ու շատ ոգևորված պատմում էր։ Դու տեսել ես, որ ինքը ամեն ինչից տեղյակ է։ Դե շատ լավ։ Կոֆելի միլիմետրներով, բանով ինչ գինա, քանի սանտիմետրա, որտեղ ինչ բան, էդի համ լավա, համ վատա, որտեղ ինքը չպետք է այդ ամենը մեջ խորացած բանով, то есть он должен делегировать։ Բայց մյուս կողմից դու չես կարող ուժ ձև արդյունք ունենաս։ Եվ չեմ կարող ասեմ, մի քիչ տեղյակ չեմ այդ հարցից, բայց որ ոգևորված ամեն ինչ լավ պատմում է, այդ հաստատ։ Հայաստանում ով լավ արդյունք ունի իր գործի մեջ, այդ մարդիկ են, ովքեր sense խորապես sense այդ բանի մեջ են։ Օրինակ ես միջում եմ մոնտաժ, ես չեմ մտածում որ ես լավ արդյունքներ եմ հասել, միտքս մի անգամ ստեղից ստեղ եկավ, չէ, բայց օրինակ իմ գործի մեջ ես
Даже մոնտաժը ես եմ անում այսօր։ Ես չունեմ այդ թիմը բանը, հա, այո։ Դա շատ քիչ մարդ գիտի ասեմ։ Մոնտաժը լրիվ Այո։ ես եմ։ Մենք թիմ չունենք, ընդհանրապես ինչ դու տենում ես։ Քանի հոգի եք։ Չունենք ընդհանրապես։ Արտուրը իր ծրագիրն է, ես իմը։ Այսինքն երկուսով եք Հա։ լրիվ։ Նկարում, Միշտ, մոնտաժանում։ Լավագույն դեպքում Արտուրը կարա ֆոկուս բռնի կամերայի վրա։ Շատ դեպքերում Արտուրն էլ օրինակ մարզերում ալնում իր օֆրոդներով։ Ես օրինակ Բաս է։ Ու երբեք թիմ չեմ Որտեղ մարդիկ շատ անգամ մտածում են, որ ինչ-որ մի բան սկսելու համար բանա, տենց ահա շատ փող է պետք, ինչ-որ թիմ է պետք, օֆիս, իր կաբինետը անպայման, սիրուն մեբել։ Հա, խոսքի։ Հաճ օրինակ տենց դրսի շատ բաներ կան, creator-ներ կան, օրինակ, չգիտեմ, MKBHD-ին կամ այն ռուս սիրած ինժեների անունը ինչ էր, Մարկ Ռոբերը, որ նայում ես իրանք բոլորը ինքնուրույն են սկսել, մենակով, առանց թիմի։ Այս օրինակ MKBHD-ն ինքը մի քանի միլիոն դոլարանոց շատ լուրջ մեդիա բիզնես է դարել, բայց մինչև այսօր շատ վիդեոների մոնտաժի վրա ինքը մեկը շարունակում է աշխատի, որովհետև սիրում է մարդը այդ գործը, էլի։ Ով ասաց, եթե դու այդպես աննորմալ մեծ մեդիա բիզնես ես կառուցել ԱՄՆ-ում, դու անպայման չպետք է ոչ մի բանի գտնես։ Բայց այդ ինքան հարաբերական է այդ տեսանկյունից։ Հիմա օրինակ ես տեսար մինչև Քոգալանդը վիդեոյի մոնտաժանում, տաքսի մեջ։ Ես էլ այն մարդկանց, որ ավտոյի մեջ որ հեռախոսով սիրտը խառնում է։ Motion sickness ունես։ Հա, ու բանը, այն բաներն էլ կետիկներն էլ որ կա, միացնում են iPhone-ի վրա, ինչ չի փրկում։ Ինչ չի փրկում, բայց լավ, վերադառնանք բովանդակությանը մտքից։ Ուրեմն, հա, մոնտաժը ինքը իրականում нужно научиться делегировать։ Բայց իմ դեպքում ոնց եղավ, երբ որ ես մտածեցի արդեն ինչ եմ ուզում անեմ, ես բաժանեցի այդ ինչ որ բաղկացուցիչ մասերի, ես ինչ բառեր եմ օգտագործում։ Կյանքում այդ բառը չի ասեմ։ Ու ուրեմն ստացվում է այնտեղ պետքա կարողանալ լրագրողություն եւ այլ եւ այլ։ Նկարել, մոնտաժ, ինչ է ինձ պետք է, պետք է գիտելիք ստանամ այդ ոլորտում։ Ես գնացի ՄԳԻՄՈ-ի միջազգային այդ լրագրողության ֆակուլտետում սովորեցի 3 ամսվա կուրսեր կար։ Գնացել եմ այնտե Ակադեմիա ՏՎ-կարի Ուգզապադնի վրա։ Այսինքն խոպան էի գնում Ռուսաստան հետ էի գալի։ Գնում էի սովորում էի գալիս էի։ Այդ որ թվականն էր։ Էդի 10 չէ, ես Ակադեմիա ՏՎ 17 թվականին հələ չէի տեղափոխվել Հայաստան, 17 թվականին սովորել Ակադեմիա ՏՎ-ում, բանի մոտ Դարոնովի։ Կիմանաս, որ հիմա գալիս է բոլոր երկրի ղեկավարներից ինտերվյուներ վերցում։ RBK-ի տնօրենն է, եթե չեմ սխալվում ինքը հիմա։ Ես աղ չգիտեի ինքը, պրոստը ասի գնում էի, հետո դեսա Փաշինյանի հետ ինտերվյու հելավ, հետո մի հատ։ Պիվավարովին կիմանաս։ Հա, իրան գիտեմ։ Պոզներ, Պարֆյոնով։ Բոլորի մոտ գնացել եմ կուրսերի։ Ու ինչ գիտելիք կար, պրոստը տենց չգիտեմ գուբկայի նման սա վերցում էի։ Ու սենց չգիտեմ քարը վրա այդպես ինքնից չեմ թողել։ Սա սովորել եմ ու ինքս եմ անում, սովորել եմ, արել եմ, չի ստացվել այնքան համարը միջև ստացվել է։ Գնացել եմ օրինակ ինչ որ կուրսերի դուրը փակել է պատահության մոտ։ Գտել եմ Մարդորետ ինստիտուտում սովորում է, բանը գցել է, ոնց են ասում այդ կարտեջքին։ ԿՊՊ-ով անցել եմ, գնացել եմ նստել։ То есть դու ինչ եմ ասում, ցանկությունից է գալու։ Եթե մարդ ուզում է, ինքը բան կանի։ Բայց քո կարծիքով մեր ուսանողությունը, որ ասացի, ինչ են տենց пассив։ Չգիտեմ, չնայած գիտեմ, ինձ թվում է ծնողներից է, թե անկեղծ։ Ծնողներից։ Ծնողներից։ Նայ, ես որ թեքվիկ էին ինձ կանչը դու ընդ էիր, թե չանցես տարվա։ Վանաձորին, հա։ Չէ, չկարողացա գամ հյուրերուն այդ արտասահմանից։ Ուրեմն երեխեք հավաքավանին սուրճ, տենց 15 ու բա կգաք մեր գյուղ Տաշիրի Սարչապետ գյուղներ։ Ու տեսնում այդ երեխեքի մեջ այդ կրակը կա, բայց հանգում է արդեն։ Աստծո խոսք եմ տալիս, մի շաբաթ գալու եմ եւ վիդեո կնկարենք։ Եկա վիդեո նկարելու ընթացքում ես նայում եմ, նայ շատ լավ մարդիկ են, այնց չէ վատ մարդ են իրանք։ Պրոստը իրանք մենք չենք սովորել երեխեքի հետ ճիշտ առնչելու մեթոդներին։ Ու ստացվում է երեխեքն ասում են սպորտով զբաղվում եք, չէ։ Խի, գնում եմ այնտեղ մարդ կար, որ չգիտեմ, պահակեր աշխատակից, չգիտեմ, ասում խի չես թողում, ասում բա որ են գնում մի բան ջարդ են, ասում ձեր ոտո պատասխան տալու։ То есть մի խոսքով չեմ ուզում շատ բացական բաներ ասեմ, մի հատ առանձին վիդեոյի այդ թեմայով հանե, թե օրինակ մտնում եմ դպրոց Մեսրոպ Մաշտոցի նկարը, դե ամեն դպրոցում կար, չէ, sense մեծ, sense ծակերով վրան թղթերը կպցրած բան եւ այլն։ Դες մենք շատ դեպքերում ծնողները չեն մտածում նրա մասին, որ այդ ամենը հոգեբանական որոշակի տրավմաներ է թողնում։ Գուցե տրավմաներ չէ, բայց այդ վատ բաները երեխեքի մոտ տապավորվում են ու ազդում են բացասական։
ու շատ դեպքերում այդ երեխաները ընթացքում արդեն իրենց համար դա նորմալ է դառնում ու իրենք սկսում են չգնահատել այն տարածաշրջանը, որոնք իրենք ապրում են։ Օրինակներ մի հատ բերեմ ավելի հստակ։ Հայկի մոտ եմ այդ օրինակը բերի դեպ Պետրոսյան։ Ես այդ գյուղում շատ հասկացա այդ նրբությունները։ Օրինակ մեր գյուղերը ոնց է քարով բան, շատ sense չեմ դժգույն բառը ասեմ, մի խոսքով նիյարքի, то есть Չէ, ասեմ դու ասած չէ։ Չգիտեմ քիչ բառ է, բայց ես մեր գյուղերը շատ եմ սիրում, դուք էլ գիտեք։ Հա, sense տխուր են գյուղերը։ То есть այդ մթնոլորտը, դիզայնը, գույները, բաները, գազոն, բայց նայում ես Ամերիկա, Եվրոպա տենում ես գազոններ, ման։ Ես բանը հնան մենից մի 10 Չէ, անգամ հնայից հետ ընդհանրապես դա կապ չունեմ կարծիքով։ Դա օրինակ սետ կա, ջարդված, կոտրված։ Այդ սետքեն ինչ է 2000 դրամ է։ Մի օր առիթ քիչ արեք, մի նստեք խմեք, այդ սետկան արեք, սիրուն ակուրատնի դրեք, գազոնը կտրեք, արդեն գեղեցիկ կլինի։ Եվ երեխաները որ ծնվում են, ապրում են այդտեղ, հետո նայում են Եվրոպա, Ամերիկա այդ ֆիլմերը, այդ գազոնները, այդ ճարտարապետությունը, իրենք ասում են կյանքը այնտեղ է, մենք գնանք այնտեղ ապրենք։ Հասկանես իրենք չեն գնա, ոչ թե ստե ինչա։ Բայց դու էլ ես եղել Ամերիկայում, ես էլ եմ եղել դու տեսել ես որ այդ զաբորները պլաստիկից են, այդ գազոնները շատ դեպքերում արհեստական են, տների պատերը կարտոնից են, մերում քարով բան, բայց ինքը վիզուալ շատ տգեղ է նայվում, ինքը sense շատ մռայլ է նայվում, ու շատ դեպքերում այդ ամենը ազդում է երեխաների վրա, ու ես կարծում եմ որ մենք պետքա գյուղերի էսթետիկայի վրա հիմա շատ աշխատենք, մենք հիմա Սարչապետում այս ամիս բացել ենք առաջի մեր սպորտ համալիրը, մենք sense բոլոր գյուղերում 953 գյուղ կա, ընկերներով գումարներով գցվում ենք, ճիշտ է այդ բառը։ Հավաքում եք ընկերներով, գումար եք հավաքում, որ շատ բարեր կա, որ sense ինքը ոչ ճիշտ է այդ բառը, բայց ես տենց եմ մնացել մեջ։ Դե բանը դու էլ հանրային եմ չես արխիվին։ Ես էլ որ ռեպով եմ հայրենը սովորել, հա, ու ստացվում է որ հա, տենց սպորտ համալիրներ են կառուցելու, հիմա ամիսը մի հատ, հետո երկու հատ ամիսը, հետո ամիսը 3 հատ, տենց կամած ու նաև այդ էսթետիկայի մասն ենք մտածել ոնց անենք, որ գյուղում փորձենք ինչ որ մինիմալ ռեսուրսներով ինչ որ գյուղերը կարգի բերել։ Ու այդ տեսանկյունից ծնողների հետ ինչքան խոսում ես, ոնց է իրենք չեն հասկանում դա։ Ասում ես բանը խիչ ես դզում, սենց ծխեց բիչոկ գցեց գետին, բան, ու սենց կռիվների մեջ եմ ամեն անգամ մտնում, իրանք չեն հասկանում այդ պատասխանատվությունը։ Այն ինչ իր համար կենցաղային մակարդակով այդքան խնդրա բան չի, բայց իր ազդեցությունը հողի վրա ու երեխեքի վրա, մյուս պակալյանների վրա շատ է, որտեղ այդ երեխան իրանից օրինակ է վերցնում։ Դե շատ անգամ այդ բաները որ դու նկատում ես, այդ մարդը որ միջավայրում ապրում է, չի Իր համար նորմալ է։ Իր համար նորմալ է դա ինչ։ Որ երեխան ասում խի էս էսյան, ասում բա ինքը չգիտի որ ուրիշ բան կա։ Դու մի հատ շատ լավ օրինակ էիր վերում մի քանի տարի առաջ, ես դու ասիր որ եթե ես չգայի Երևան, դու չէիր իմանա որ կան ծրագրեր Ամերիկայում։ Հիշում ես։ Տենց բան ես ասա, հիշում, պալիբոմ դու ես ասա։ Որ Վանաձորի ապրող մարդը ինքը այն վաղ չգիտեր որ կան տենց ծրագրեր, անգլերեն որ կարող էր սովորեիր գնար դուրսը բաններ։ Սենց բան իրաց 100% հիշում։ Դժվար տենց հասածն է, բայց մոտավորապես տենց բան հաստատ ասում, որ Վանաձորում եմ իմացել ես այդ ծրագրի մասին, բայց եթե ծրագրին չմասնակցեի, հա շատ բաներ չէի։ Նու կամ հա գնա, մի խոսքով շատ դեպքերում այն կոնտեքստը է, հա կոնտեքստն է, որ դու միջավայր փոխելու արդյունքում իմ մտածելակերպը ու աշխարհայացքը փոխվել է միանշանակ։ Դրա համար մենք այդ երեխեքի հետ ուզում ենք շատ բաներ անենք, հիմա զանգեցի Արտաշեսին, մեր ընկերոջը, որը Wings of Armenia որ կա, Սևանում яхտինգը, որ տանենք մի հատ այդ երեխեք հանդեմ են, ասենց բանեն, եկշեն, մի տես ստրայտեստո բերենք երեխեքին ցույց տանք, թե ոնց են շինարարություն անում, ամեն ինչ ասենց ցույց տանք երեխեքին ամեն ոլորտ փորձենք մի ձև Հատի շատ բան։ Լուրջ եմ ասում, հենց մի քանի օր առաջ ընկերոջս հետ խոսում, ասում էր հիմա օրինակ ինչ որ սամանային գյուղից եթե երեխու վերցնես որ Երևանը երբեք չի եղել բերես Երևանի կենտրոն, իր համար դա այնքան տպավորություն ունի, ոնց որ օրինակ, չգիտեմ, Երևանից մի հոգու վերցնես տանես Մանհեթեն։ Այո։ Ու դա իրոք կարա մարդկանց մոտ ինչ որ բան փոխի։ Բայց նայած Երևանն իր խնդիրներ ունի, բայց մեկը շատ աճեց տարիների ընթացքում։ Մի հատ էլ բան ասեմ, то что այդ գյուղերը, այդ մարդիկ ոնց որ կներեք խոսքեմ որ ոնց որ իմ կյանքի իմաստելն է, որովհետեւ ես ամեն օր իրանց հետ եմ գնում եմ գյուղեր բան ու нужден որ ասում է критиковать, значит болеть душой, հա։ Ես չեմ քննադատում ստե, բայց հիմա սիրտը տա ցավում։ Հա, վախենում եմ անկրծել դժգույն բառը, բայց հենց այդ երևի դուրս եկավ, անկեղծ ավելավա տենց ասեմ, չեմ ուզում որ մարդիկ հա նայ գյուղերի մասին վատ բան ասում, չէ։ Մարդիկ էլ գիտեն որ գյուղ գալիս ենք, սաղ որ իրանց հետ ենք անցկացնում, կով կթելուց միջև բան, ամեն ինչ ես անում եմ, ամեն ինչ։ Ու ինձ շատ հետաքրքիր է, որովհետեւ ամեն գյուղ տարբերվում է մեկը մյուսից։ Կող գյուղը բանա նման չեն իրանք, թե մարդիկ, բարբարներն են անգամ տարբերվում շատ դեպքերում։ Բայց չն ասում օրինակ, չգիտեմ, Երևանից եկել եք, ձեզ թվում է մեզնից լավ գիտեք։
չէ, որովհետև պետք է այդ մարդկանց հետ կարողանաս անկեղծ ու ճիշտ շփվես։ Օրինակ լավ անկեղծ ենք խոսում էլ ասեմ, բայց մտքից մեջ էր։ Այստեղ մի հատ մարդ էր նստած մի քանի տարի առաջ, ինքը ոդքասթի ընթացքում մի հատ արտահայտություն արեց, ինքը երևի լավ մարդ է, սա օքեյ է, բայց այդ արտահայտությունից այնց մի թեթև վիրավորեց երևի, որ ես անժատեցի ոդքասթի ընթացքում։ Ինքը Երևանի մասին խոսելուց 90 թվականների ասաց ընդ որ գալիս էիր, չեմ շտոլի օպերայի մոտ էր տոլի, կապ չունի տարես, ասում եմ դե գոբլին նոց էր։ Այդ գոբլին նոց բառը որ ինքը ասաց, չգիտեմ ինձ վիրավորեց։ Երևի վատ մտքով ինքը չի ասել, բայց нужно любить этих людей. То есть իրականում դու պետք է սիրես։ Ես օրինակ այդ որ գնում եմ գյուղ, ես չեմ կարող չեթամ։ Ես չեմ եթում, որ հետո ասեմ քվեարկեք իմ համար քաղաքական գործ։ Չէ, ես եթում որտեվ դա պետք է։ Որտեվ օրինակ իմ ընկերն ապրե որ մահացել է օրինակ, հա։ И так далее, и так далее. Դրա համար պատերազմի ընթացքում էլի где-то еще։ Դրա համար դու պետք է հասկանաս, что это такие же люди, как и ты. Это ты. Դու ես։ Ու եթե դու սիրում ես քո это как с девушкой. Ты если ее любишь, ты должен как-то доказать, показывать это, չէ՞։ Ես просто չեմ սիրելու համար, հա։ Նույնն էլ է դա, եթե դու սիրում ես քո հայրենիքը, դու պետք է առաջինը կներեք սփյուռքի հայր։ Ապրես երևի, я не представляю свою жизнь вне Армении, չեմ պատկերացնում Հայաստանից դուրս իմ կյանքը, որովհետեւ Էս փուլում թե ընդհանրապես։ Քանի տարի որ հետ ես 18-ից։ Ույս գյուղում եմ, ապրում եմ հիմա։ Այս տարի հունվարից տեղափոխվա կենտրոն, բայց էլի մեծ մաս փորձում գյուղում ապրեմ։ То есть это важно. То есть ես էլի հարգում եմ բոլոր մարդկանց, ով Հայաստանի մասին մտածում են դուրս են ապրում, ներս են ապրում, կապ չունեմ, բայց я не смогу. То есть ես даже Ամերիկա որ գնացել եմ 2 ամսով էի տոմսը առել։ Մենք մի հատ դասախոս ունենք, Մարտինը Գալստյան, ասում էր, բայցից առաջ ինչ ասելու ես, կարաս մի անգամ այդ չասես։ Մարտին Գալստյան ցենտրալի շատ լավ սպეციալիստ է։ Ասում եմ, եթե մի բան ասելու ես, հետո բայց, ասում եմ, բայցից առաջ կարաս արդեն չասես։ Մոտարապես տենց էր։ Մարտինի ինտերվյուն տեսեմ դուրս եկի, բայց չեմ նայել, բայց շատ Դա լայվ ինտերվյու էր, մի քիչ ուրիշ ձև առնելու։ Որտեվ երբ որ աուդիտորիայի հետ ես ու ստուդիամ, իրարից vibe-ը տարբերվում է այդ բառը օգտագործում։ Համաձայն եմ, բայց իմ բա որ ասեմ 2 ամսով տոմսը առա ԱՄՆ որ երկար մնամ, չդիմացա տոմսը հետոեցի շուտ հետ եկա։ Ինչի՞։ Խեղդվում ես արդեն, չես կարող ուզում։ Որտեղ է առամնա։ Կալիֆոռնիա սաղանցել եմ։ Պետք է թե Նյու Յորք հետո Վաշինգտոն դասախոսություններով, ասի չթողմենք։ Հիմա մայիսին պետք է գնայի Նյու Յորքում Վաշինգտոն դասախոսության, բայց cancel-արի։ Պրոստը համայնք հավաքվում է, կանչվեն։ Իրականում sense ասում ենք դասախոսություն, ինչ որ թեմով սկսում ես խոսալ, հետո անցնում զրույցի արդեն իրանք ուզում են շփվեն, ուզում են խոսան, կարծիքով կիսվեն։ Անցած տարի 2 տարբեր համալսարան գնացի ու լրիվ դարավ մտերմիկ շփվում։ Հա, իրանք քիչ որ նայում են ամեն անգամ վիդեոներով, դառնում ես իրանք ընտանիքի անդամ։ Հա, ոնց որ ընկերներն ես։ Հա, որ դուրսը այդ մի քիչ ես իրական նեղվում եմ սկզբից այդ բանը, որ այդ սուբարդինացիան չկա։ Ոսից գալիս են գրկում են բանը, բայց չեմ ճանաչում մարդուն, շատ մտերիմ է այդ, sense չեմ կարողam, բայց հիմա արդեն բանը ջնջվել է արդեն սահմանը, արդեն սա սաղից sense։ Մենք գնում խոմ մենք իրար այդ անցանց մարդը շատ տենց ոնում։ Իմ բաներ էս վերջես Beatles-ում նստած տղերքի հետ գարեջուր էինք խմում, մի հատ տղամարդ մոտիկացավ, ինքը один из главных пилотов Qatar Airlines. Կաթարի գլխավոր օթաչուներից մեկն է։ Հա, он там много лет следит, բան, պատիվ տվեց նստանք իր այդ խմանք գերացանք, ախպերացանք շատ ուժեղ, օթաչու է ու մասնագետ է ու ասում եմ ամեն ինչ անենք, որ դու տեղափոխվես Հայաստան, ինքը կարա տեղափոխվի, բոլոր հնարավորությունները ունի, բայց ինքը ոնց որ ուզում է ավելի շատ գիտելիքով եւ փորձով, մի խոսքով։ Այդ շատ կարևոր է։ Իսկ այդ գյուղերի սերը քո մոտ որտեղից է եկել։ Չեմ կարող ասեմ, բայց հողի այդ աշխատանքն էին օրինակ դուր գալ։ Ես երազում եմ շուտ, չգիտեմ, կարիերաս ոնց անելու կյանքի ընթացքում շուտ այդ ամեն ինչ ավարտվի, ես գնամ արդեն всё գյուղում փակվեմ, սենց բան։ Խես սպասում։ Հիմա, չէ, մտածում հիմա ոնց որ բան ակտիվ տարիները։ Հա։ Ու էլի 20 թվականներ չուներ կեթայի, բայց 20 թվականից հետո ոնց որ դու ոնց որ մենք մի մարդու տեղ չենք աշխատում, 5-6 մարդու տեղ ենք աշխատում ու այդ պահը արի sense էլ ասեմ, ուրեմն երբ որ ես տեսնում եմ մի հատ բան, որը իմ մոտ ինչ որ էմոցիաներ է արտնացնում, օրինակ մեկը բիչոկի գցեց, ներվանյանում ես նեղվում ես, չէ, ու դու փորձի դա կոնվերտացնես գործի։ Փորձի կոնվերտացնես այդ ինչ որ պրակտիկ, ինչ որ բանի։ Օրինակ նույն 20 թիվը որ կա, sense մենք բնությամբ բոլորս էլ անգյալ մարդիկ ենք, չէ՞, ասում ենք քնենք Netflix-ն ենք, լրվենք եւ բայց sense 20 թիվը հիշում եմ, օրինակ բուձելնիկը զանգում ասեմ քնեմ, всё, մի անգամ հելնում եմ, մի անգամից կակա գործ չկա, всё։
1-2 գնացի գործման։ Դրա համար այդ տեսանկյունից հիմա ես մտածում եմ, քանի ակտիվ տարիներս է, չգիտեմ, 10 տարի ակտիվ կլինեմ, 20 տարի կլինեմ, փորձեմ մաքսիմալ շատ ծրագրեր անեմ, ու հետո որ հասկանամ արդեն վсё էներգիաս չերիքում, գտամ գյուղ, ես մի անգամ փոփոքի ծառ էի տնկել։ Ջրեցի, հետո թե նուշ էր արդեն չեմ հիշում։ Հետո ինքը սկսեց բերք տար։ Այդ ինչ էմոցիա է։ Բերք տալի։ Սենց ինքը հաճա, հա դու հետևել ես իրեն, հետևել ես, ու ինքը սենց ինչ որ աննկարագրելի բան է։ Կյանքում դու այդ չես կարա։ Ինքը փիլիսոփայություն է։ Դու պետք է իրան մշակել։ Այս բանը անցած աշնանը մեր գիլասի ծառը էտեցի ահագին մեծ արդեն։ Այս տարի լրիվ ուրիշ բերք էր տվել, գիտես ոնց էր ախած։ Դե մեզ է։ Հիմա առավոտից եկում էր, այդ գիլասն եմ ուտում։ Պրոստը դե շատ ծառեր կար, սենց կոնկրետ չեմ հիշում որ ծառը այդ էմոցիան ինձ բաներից է, բայց հիշում եմ որ նուրել էի տնկել աճել էր շատ։ Այդ բնությանը նայելը հետևել է շատ ինքիրանով հետաքրքիր հանգստացնող ու նաև որոշ դեպքերում նաև սովորացնում է համբերատարություն, որ ինչ ուզում ես արա բերք չես կարա բանանես։ Նույն համբերատարությունը օրինակ մեր ազգի մեջ ինքը չկա։ Սիգնալները ջամփա եւ այլն։ То есть, нету этого по факту։ Բայց մենք եթե մեր կրթական համակարգի մեջ մի հատ փոքրիկ դետալ ավելացնենք, որ օրինակ ունեն ճապոնացիք, իրենք այդ իրան ծառը որ կա չէ, պագդան է, թե չեմ սխալվում, տենց է կոչվում։ Բանզայ կոչվում։ Որի մասն է։ Ճապոնական որ կտրում են, ասես փոքր որ հետևում են։ Հա։ Սինկերեսը գնացել է Ճապոնիա, ասում է 8 ժամ հելա մի տեղ հետ եկա, ասում է ճամփին մի հատ երեխու տեսա, որ այդ ծառը փոքր մկրատիկներով կտրում է, իջա 8 ժամ հետո էլի կտրում է, ասում է շարունակում է կտրել։ Ու այդ ինչ է, ինչ սկիլ է տալի։ Համբերատարություն։ Դե Ճապոնիան մի քիչ լրիվ ուրիշ աշխարհ է այդ առումով, իրանք ամեն ինչը դար հասցնում են իդեալականի։ Բայց ես ասեմ, որ մեր մշակույթի մեջ էլ այդ ամեն ինչը կա։ Հա։ Հա։ Որ երբ է եղել։ Միջնադարում էլ, միջև այդ էլ ա եղել, ու ես հեսա փորձում եմ, նենց ստացա, որ այս Մատեանդարյանի մեր համագործակցությունը խիմ է տենց նայեմ, որովհետև ինչ ուսումնասիրում եմ, որտեղ խորանում եմ, էլի գալիս եմ Մատեանդարյան։ Ու Մատեանդարյանում ես Միքայել հետ ենք անում։ Մի խոսքով մի հատ փուլ էր իմ կյանքում, որ ես հասկացա, որ էսթետիկ հաճույք եմ ստանում թղթին կպնելուց։ Դες ես թուղթը որ կպնում, ինձ мне приятно, որ ես ուզում եմ օրինակ հանգստանամ, ես թուղթ եմ վերցում, կտրում, չեմ կարում բլոկնոտներ եմ սարքում, հար, այդ ուղղես հանգստանում եմ այդ փուլում։ Ու սկսեցի ուսումնասիրել հայկական կնիգապլիդենիայի տրադիցիան։ Ու բախվեցի հայկական կնիգապլիդենիայի եվրոպական մի դաչանիներ, Դանիայից մարդը ինքն էր գրել։ Ու ես այդ որ տեսա այդ ինչեր մենք ունենք, իրար ունենք որ թե էսթետիկ տեսանկյունից, թե իր որակի, թե իր հիմա սպոյլերներ չանեմ, ես մեծ մատերիալ եմ ուզում նկարեմ։ Ես այդ դաչանին տեսա, ես իրան գրեցի, տեսա գտա ինտերնետով, գրեցի ինքը ուղարկեց այդ իր պրոտոտիպները, որտեղ handmade սարքում ենք նաև։ Հետո գնացի H-միածին մասնագետի ուզում գտնեի, չգտա։ Գնացի Մատեանդարյան երկրորդ անգամից Արտուրանով մի տղու գտա, որի հետ մենք իրություն ենք արդեն անում, ինքը լաբորատորիայում աշխատում։ Ինքը դե Արտավազդի հետ մի հատ աշխատակից կա։ Իրանք իմ համար բոլորը հերոսներ են։ Այն մարդիկ են, ովքեր կարող միակն են, հա, մի քանի հոգի են, որ սա մեր հայ ազգի մեջ այդ ամեն ինչ մեջ խորացել են մասնագիտացված ու ամեն ինչը գիտեն, իրանց մասին շատ նյութեր է լինելու պատրաստվեք։ Ու ինքը չէ, ինքը իրականում մի հատ աշխարհ է։ Ու էլեմենտար մի հատ բան ասեմ, այս գրքի կազմը որ կա, այդ կազմի մեջ մագաղաթի տակ sense բաներ կա։ Выделение, sense бугорки такие, չգիտեմ ոնց ասեմ։ Տեսա՞ս այդ գրքերի վրան sense բաներ կա, sense выделенные области։ Ոնց որ Горки такие։ Հա, այդ որ հիմա ճղես անհարթություններ, որ հիմա այդ դու կարաս տեսնես այն ժամանակ, երբ որ դու այդ մագաղաթը ճղես ունդեղ փայլուն մի հատ աննկարագրելի սիրուն կա, որը կոչվում է ցորենահյուս։ Որ մագաղաթները տես կարում են։ Հա, ինքը էսթետիկ բնույթ է, բայց իրան կարելը, դա նույն այդ բանզայի պատմությունն է։ Բարդ դժվար process է, որ տասնամյակների ընթացքում է ακόμα ստեղծվեն հասնում։ Ու այդ որ ասում ենք ազգային ինքը հետո քաղաքականացվում է։ Ախր ազգայինը էդ է, եթե մենք մեր դպրոցներում էլեմենտար այդ մի փոքրիկ փուլը sense ներ դնենք, ու երեխաները օրինակ ինչ որ ձև այդ համբերատարության սկիլերն էլ չերես մեր մշակույթ կարողանան հասկանան ու գիտակցեն, ինձ թվում է մենք վաղը չեմ ասոր ուրիշ հասարակություն ենք ունենալու ընդհանրապես դուրսը։ Ու տենց բաներ են, որ մինչև առավոտ նստենք խոսանք։ Այնքան օրինակներ կա, թե իր էսթետիկայի, թե իր ազդեցության, հոգեբանության վրա։ Ու ես որ համեմատում եմ ամենայն հարգանքով բոլոր ազգերի ու բոլոր պետությունների հանդեպ, բոլորը սիրում հարգում եմ, բայց այն ինչ ես գտնում եմ հայկականի մեջ, ես չեմ գտնում բոլոր ուրիշ այդ խորությունը։
այդ խորությունը, թե ճարտարապետության տեսանկյունից թե բան։ Էլ եմ ասում հարգանքով բոլոր բան։ Ճապոնացիք նախանցած տարի եկել են Արտուրի մոտ, մատենադարան իրենց մոտ ու տեխնոլոգիաներ են վերցրել, որոնք կարողացել են իրանք մշակել։ Եթե չեմ սխալվում, հիմա իմ ասած սիցունիցն է, բայց Արտուրը կարողացել է ճիշտ ինֆոկրաստնի լուչի շնորհիվ, կարող մենակ Արտուրը չի, բոլոր մնացած աշխատակիցներն էլ ռեսպեկտ, ինչ որ ջերմաշտեջային տակ նենց բանի, որ էջերը գրքերի կարողանա տարանջատել եւ այդ տպվածը մնա այդ էջերի վրա։ Հայերեն շատ բարդ եմ, չէ՞ խոսում։ Չէ, բարձ էր։ Եթե քեզ հետաքրքիր լինի, կարաս իրանց կանչես աշխատակիցներին ու իրանք տենց ավելի մանրամասը քեզ պատմեն, որտեղ պրոստը կոսմոս։ Այդ պետք է երևի հենց գնալ այնտեղ էպիզոդ նկարել, որ վիզուալ այդ ամեն ինչ երևայել։ Вот, да, и визуально, там лаборатория это отдельная песня. У ճապոնացիքել դե ոնց է տեխնոլոգիան։ Իրանք վերցնում են մի բան տալիս են։ Հա։ Իրանք տվել են տեխնոլոգիա, որը դու տեսես, sense թափանցիկ մի հատ բան կա, որ sense ձեռագրերի վրա էջերի sense դնում են, որ վրեքները գրեն։ Այդ տեխնոլոգիան ճապոնական է եղել, ու իրանք փոխանցել են տեխնոլոգիան մեզ, ու մի շաբաթ առաջ մատենադարան եմ տենում Արտուրին դրած արդեն ծառեր են տնկել, չեմ հիշում ինչի ծառեր էր, բամբուկ էր, եթե չեմ սխալվում։ Не помню, не суть։ Տնկել են տարբեր մարզերում, մատենադարանի մոտ նաև ինքը արդեն հասունացել է 3 տարվա կտրվածքով եւ արդեն իրանք օգտագործում են դա։ Ինչ պատկերացնես ինչքան մեծ բաներ է կատարվում, որի մասին չգիտենք։ Եվ դա էլի մատենադարանն է տանում։ Ես այն ինչ ասեցի, դից 99%-ով է ճիշտ, ընդ կարող ինչ որ բաներ կա, որ բան չեմ արել, դուք կարող գնաք ինքներդ տեսնեք կամ գրանցվեք Նարեկին շուտով կամ մտքարանին շուտով այդ նյութերը դուրս կգան, կտեսնենք։ Առանձին էջա լինելու թե Չէ, մտքարանում։ մտքարանում, որովհետև մենք ընդ on-line ակադեմիան արդեն բացել ենք, մենք ունենք YouTube-ում արդեն երկու դասախոսություն Վանի թագավորության ճարտարապետության մասին, Էրեբունի թանգարանի հետ։ Մենք ունենք դասախոսություն Կոմիտասի թանգարանի հետ Կոմիտասի կյանքի վերջի օրերի մասին, փաստերով, արխիվներով, ամեն ինչով, որտեղ օրինակ նույն Կոմիտասի շուրջ ինչքան հեքիաթներ կան, չէ, իրականությանը չհամապատասխանող, բայց մենք միայն ու միայն բացառապես գիտական փաստերի վրա ենք հիմնվում մեր նյութերը տեղադրելուց առաջ, ու հենց գիտնականներն են գալիս ակտիվ ու իրանք հենց из первых уст փոխանցում են այդ նյութերը արխիվային ամեն ինչ տեղ։ Այսինքն ոնց հասկանում եմ, դուք ուզում եք ինչ-որ տենց պլատֆորմ դառնաք, որտեղ հայկական մշակույթի հետ կապված լինելու են տարբեր դասախոսություններ, պատմություններ, չգիտեմ, explain վիդեոներ, որ մարդը որ ուզում է մեր մշակույթը ավելի լավ իմանա, ճանաչի, մտնի։ Инвентаризация армянского знания, если угодно. Հայկական մշակույթի ինվենտարիզացիա։ Մենակ մշակույթ չէ, նաև ախր մարդկանց, գիտելիքի, նաև մարդկանց, որովհետև դասախոսներին խնդրելու են, որ իրանք այդ դասախոսության ընթացքում լավ իմաստով իրանք իրենց գովազդեն, իրանք իրենց էջերը գովազդեն, call to action անեն, որ մարդիկ գրանցվեն իրենց էջերի։ Օրինակ, եթե դու Այս շատ կարևոր, օրինակ մեր այս re-range-ին օրինակ շատ էր ասում, որ մեր միջոցով նենց մարդկանց են բացահայտել, որ իրանք մտածում են, որ Հայաստանում այդ որակի մարդիկ չկան։ Ու ինչքան շատ այդ մեր ամենօրյա հերոսներին իրական բացահայտենք, այնքան շատ ավելի լավ։ օրինակ ես շատ այդ քո ասած ռոլ մոդելները կփոխվեն։ Մարդիկ օրինակներ կունենան, ում կարելի է հետևել։ Որ մարդ իր գիտելիքով, աշխատանքով կարա արդյունքի հասնի, առանց ինչ որ մեկի բարեկամ, ծանոթ կամ առանց սպոնսորների, ովքեր իրանց աջենդան են թելադրում։ Նո ծանոթները չեն խանգարի, բայց եթե չկա մեկը կարան։ Ես մեկ էլ գիտես ինչ կխնդրեմ մարդկանց, օրինակ որ դուք գնում եք գյուղեր, եթե դուք հետևորդների քանակ ունեք, չէ, ինչ որ չէ, ազդեցություն, ծանոթություն կապ չունի։ Փորձեք նենց անեք, որ այդ գյուղի մարդիկ առաջինը մնան գյուղերում ու ինչ որ գործով զբաղվեն։ Բայց ինչի։ Լավ հարց է, որովհետև ես իմ մի հատ ուրիշ պաշտոնյա շատ բարձր ընկեր ունեմ, որը ասում է պետք չէ մարդիկ գյուղերում ապրեն, գյուղերը եվրոպական պետություններ չեն ապրում այդքան, գյուղերը պետք է տնտեսությամբ զբաղվեն, գյուղատնտեսությամբ։ Ну, все должны идти в города, это хорошо։ Իմ սեփական ուսումնասիրությունները ցույց տվեց, որ գյուղում ծնելիությունը ավելի շատ է, քաղաքում ով գալիս է քաղաք ծնելիությունը շատ փոքր է, եթե չեմ ասում, առաջ անգամ։ Բայց այդ ազնիվ է, որ ասիք մենք քաղաքում ապրում ենք։ Բայց ես չեմ ապրում քաղաքում, ես ունեմ իրավունք։ Օրինակ եմ ասում, ավելի շատ բարիքներից ես օգտվում, որովհետև տնտեսապես քաղաքները մեկը ավելի լավ են ապրում։ Ինչքան պլյուս ես տամ, այդքան էլ մինուս, օդ ավելի կեղտ է։ Okay, ընդհանուր տնտեսական բարիքների մասին է խոսքը, բայց որ այդ տնտեսական բարիքները շարունակվի, ասում ենք մարդիկ թող մնան գյուղում ու շատ երեխա ունենան։
ես մի քիչ sense existential բան եմ նայում ու այսօր մեր ծնելիության մակարդակը շատ ցածր է ու դրա համար պետք է Շատ չէ, բայց ցածր է։ ինձ թվում է շատ ցածր է, բայց լավ մասնագետը Ճապոնիայում թող մասնագետները ասեն, լավ, դա իմ ոլորտը չի, բայց ինչքան ես ոչ պրոֆեսիոնալ ուսումնասիրություն ցածր է, հա, մենք դեմոգրաֆիկ 1.3 խնդիր ունենք։ 1.6 է, թե չեմ սխալվում, բայց ցածր է, հա։ 1.6-ը լավ թվեր, բայց լավ։ Էլի վատ է ընդհանուր։ Լավ։ Քրդերին է 7%-ը, Ռուսաստանի դեպք գիտես ումն ամենաշատը։ Ումա։ Չեչեներին էլի 7%։ Դա։ Մի խոսքով ես կարծում եմ, որ գյուղերում պետք է շատ մարդ ապրի, ու մենք օրինակ շատ բան կա, որ դուք գյուղերում մենք վիդեոն տեղադրում ենք, ու դուք չեք տենում։ Մենք օրինակ գյուղերում գտնում ենք գստիվի դամա, չգիտեմ, բիզնեսներ, փոքր մեծ։ Մենք իրանց Instagram-ներ ենք սարքում, գովազդում ենք իրանց անվճար։ Փորձում ենք մեկը մյուսի հետ կապենք, մեկը պանիր է սարքում, մեկը ջեմ է սարքում, մեկը էսա, մեկը երեխա կա, որ ինչ որ բան ուզում է սովորի։ Հա, միջինը 1.7 կներես 1.8։ Հայաստանում, հա։ Իմ տվյալներով 1.3։ Google-ի Երևանում է, այդքան 1.3-ի 1.4-ի մեջ պատանվում է Երևանում։ Դա համար Երևանում ավելի ցածր է, մարզերում ավելի բարձր է, բայց մեկը այնքը բանը below replacement level of 2.1, այսինքն ցածր է։ Բայց այդ շատ կարևոր թեմա է, եթե մասնագետ կա Հայաստան մի հատ մասնագետ, եթե ինչ կոնտակտները տամ, չեմ հիշում անունը, բայց ընկերս հիմա դիսերտացիա գրում է այդ թեմայով, իր դասախոսը, ես գիտեմ, ԵՊՀ-ում է, չեմ հիշում։ Դե ուղղակի անպայման գտնեմ, այդ թեմով մի քիչ Ջերբաշյանի հետ ենք խոսացել, բայց շատ խորը չէ, Տիգրան Ջերբաշյանի։ Չգիտեմ։ Հա, վերադառնալով այդ թեմային, մենք օրինակ փորձում ենք մաքսիմալ գովազդենք, то есть եկել ենք մի օր տենք, ինչ կարանք տանք ու վերադառնանք, բայց փորձենք ինչ որ ձև մարդիկ այդ բիզնեսները որ կարողանան այնտեղ տարածեն։ Եվ դա օրինակ ես չեմ կարող ասեմ, տեսեք, то есть я помогаю максимально, чем я могу, благодаря этому человеку, который там остается. Ու նաև որ ինքը հասկանա, որ այդ նույն բանն է, որ ուսանողների մասն է ասում։ Գալիս եմ տենում եմ մեծ հայտ ունի, մեծ տուն ունի։ Ու էլի ոչ ոք չի զբաղվում, ասում խի՞ չես զբաղվում։ Դու կարաս գյուղ տնտեսություն զբաղես, դու կարաս այս բանը ցանես, այս բանը անես։ Չի անում մարդը։ Պրոստը նստած, սենց խեղճ ու կրակ, հասկանում ես, ու սենց այնքան են իրան ոգևորում բանում, հիմա չգիտեմ, շատ ցածր է տոկոս այն մարդկանց, որ սկսում են մի բան անել, բայց այդ նպատակը նաև ոգևորելն է։ Այդ տեսանկյունից եւ իմ բանս որն էր, պրոյզբա։ Մենք ունենք շատ ինֆլուենսերներ, չգիտեմ, բլոգերներ, ճանաչված մարդիկ, ովքեր նաև 90 թվականներին գնացին Ռուսաստան ու մարդկանց ասում են, որ իրեն գոբլիննոց է, այս կոնկրետ տարածքում որ ինքը նշեց, ես կուզենամ, որ այդ մարդիկ գնան այդ ինչ որ գյուղ, ինչ որ մարզ ու փորձեն, որովհետև իրանց հետևորդները x 100 են հետևորդներից ավելի շատ է, հա, կամ էլի լիքը մարդիկ կան, որ փորձում ինչ որ բան անեն։ Իսկ մենչ չեմ ասում, ես լավ եմ, իրանք վատն են, չէ։ Պրոստը իրանք եթե իրանք համար այդ իրական հուզել է այդ թեման, որ իրանք գնացին երկրից, բայց իրանք հիմա վերադարձել են իհարկե 22 թվականից հետո Հայաստան ու սիրում են հայրենիքը շատ, ես կուզենամ, որ իրանք ինչ որ ձև փորձեն իրանք ռեսուրսները նաև ուղղեն, չգիտեմ, տարբեր ոլորտի մարդկանց։ Օրինակ մի հատ աղջիկ է, տեսնում են դաշնում ուրա նավագում, թող գովազդեն այդ երեխուն։ Հասկանես, այդ երեխան հաստատ կողքեվորի որ դա տեսնի։ Հասկանես, մի հատ պապիկ կա, որ ինչ որ բան անում։ Մի բան արեք, գնացեք, բայց ցավոք սրտի այդ մարդկանց մոտից այդ չեմ տոնում, բայց օրինակ ինչ որ ժամանակաշրջան կարող է դրա կարիքը չկերտը որ ունեի։ Որ նոր էի սկսում, ու ես գիտեմ, որ այդ մարդը օրինակ ինձ մի հատ ռեպոստ անի, ախր վատ բան չեմ անում, չէ՞, ասես ռեյտինգներից կհելներ էս լիքը լավ բան կշարունակի անի, բայց այդ մարդիկ չէին անում։ Դե կարող չեն տեսեք քո կոնտենտը։ Չէ, դե արդեն 10 տարի էս բան մեջ ենք Հայաստան։ Ну, в общем, не суть. Мы понимаем, о чем говорим в этом плане. Բայց օրինակ մենք փորձում ենք, ես բոլոր ընկերներին էլ ասում եմ, որ հետևորդ ունեն, տեսնում ենք մի հատ երեխայական бан, չգիտեմ, կապ չունի։ Кисвек, бан арեք, պատմեք, как այն ինչ դու իրար Артури контенте накатмամբ, որ գրեցի, հա, то есть нужно поддерживать. Может, не репостом, но хотя бы словом каким-нибудь, հասկանում ես, ու ինքն էս ազդեցություն կարող ունենա։ Դե կարող անում են, մենք չգիտենք։ Ես օրինակ տեսու ինչ դու ասացի, որ գրել եմ, լիքը մարդուց գրել եմ, ու դա երբեք ոչ մեկ չի իմանում բացի ինձնից ու այդ մարդուց։ Օրինակ մենք կարող է լիքը մարդ ասի նարեկը ոչ մեկին բան ռիպոստ չանեմ կամ ինչ-որ բան, իմ մասին երրորդ դեմքով խոսած շատ խնդալ է։ Բայց ես շատ մարդկանց համ ռիպոստ եմ անում, համ անձնապես գրում եմ, բայց դրա մասին ես գիտեմ ու այդ մարդը։ Չեմ լիդի վիճակ։ Կամ չգիտեմ, եթե story եմ արա, ինչ-որ ուրիշ մարդիկ եք իմանում, բայց ինչ ասող ինչ եմ մտածում էլի։ Կամ ով ինչ անում։ Ասածս է դա, որովհետև շատ մարդիկ շատ բաներ անում են, որոնք հանրային ընդհանրապես չի երևում։
Օրինակ ես լիքը բան կա որ անում եմ, որ ընդհանրապես հանրային չի երևում։ Գիտես, այդ միտքը որտեղից ծագեց, որ դու ասում ես դու նման ես որ գնաս գյուղ ու այդ մարդիկ ասեն, որ ըստ էից նայ շատ դեպքերում որ մարդիկ գնում են գյուղեր, իրանք sense շատ մեծամիտ են իրանք բան ասում։ Հա։ Ու իրանք նենց են ասում, մենք գիտենք, հեսա եկել ենք ձեզ ասենք Դե ճիշտը ես որն է։ օրինակ ասեմ, Փակվում են մարդիկ։ գյուղերից մեկի երեխեքի հետ աշխատում էի որպես մենտոր, սրա մասին է երբեք հանրային չեմ ասել, այդ ինչ որ պրոյեկտի շրջանակում ինքը ասում էր, որ հա իմ հետ մարդիկ էլ եղել է, որ աշխատել են, բայց իրանք տենց ոնց որ նենց է տպավորություն, որ իրանք գիտեն եկել են անպայման ասեն ես ինչն եմ սխալ անում ու բայց դա սխալ ձև է, դու չպետք է մարդուն գնաս տենց վերևից նայած, ասես գիտես ինչ ես քաղաքից եկել եմ, չգիտեմ, մի քանի միլիոն աշխատավարձ ունեմ կամ մի քանի միլիոն հետևորդ ունեմ, ես գիտեմ ինչը պետք է ճիշտ անեմ, դու չէ։ Դու ինչ գիտես, այդ գյուղում մարդիկ ոնց են ապրում, ինչ խնդիրներ ունեն, ով ինչքան վարկ ունի, տանը հիվանդ ունեն, չունեն, ինչի ընդհանրապես ինչի այդ վիճակում, էլի կողքից նայելը, պատկերացնելը շատ հեշտ է, բայց երբ որ հարցերի մեջ խորանում ես, ամեն ինչ իր պատճառ ունի։ Ու հա, կողքից շատ հեշտ է ասել, էլի երևի։ Ու մի հատ էլ բան կար, երեխեքի բավ իրանք ասում են, այ էս վышը շկոլա էկոնոմիկայից էին ինչ որ ուսանողներ եկել, լորի մարզում էր էլի, կստացի այդ գյուղը, ասում է իրանք եկան, ասենց իրանք իրանց գովեցին, ասում է ու գնացին։ Ասում ու տենց գնացին էլ չեկան, ասում է շատ բան, չեմ տոլի չեմ հիշում, տոլի խոսք տվեց ինչ որ բան պետք է անեին օգնեին, բայց այդ բանն էլ կա է, որ գալի ասում են ու գնում են, այդ կապը չեն փոխում։ Երեխեքի հետ։ Օրինակ շատ դեպքերում ես այդ որ լսեցի, արդեն սկսել եմ արդեն բոլորի հետ տենց կապը պահել, ինչ որ ձև գյուղից որ երեխեքը գացեն, բայց ֆիզիկապես չես կարող բոլորի հետ կապ պահես։ Իրոք չես կարող։ Բայց գոնե ինչ որ ձև հատկապես եթե հանրային ես պատկեր։ Ես մեն պատկերացնում եմ քեզ ինչքան մարդ հավաքան գրում։ Բայց ընդ գիտես ոնց է։ Նույնն է ինձ։ Իրական շատ են չես կարողանում պատասխանես։ Վստահում գյուղապետներն են գրում սենց, այս տրուբեն ծակվել է, ասում ցածա, չեմ կարա, ես չեմ կարա։ Դոգի նման կարած լայվեր ալես հարցեր լուծես։ Վստահում եմ հարցերն է, երեխուս լավ էս օրինակ չգիտեմ, չբերեմ, այն կինը որ տեսար նախընտրական ժամանակ Փաշինյանի մոտ մոտիկացավ, իր աղջիկը համար ասեց։ Հա, ես բանն եմ հիշում, որ մեկը մոտիկացել էր, ասում է երեխու պոպուլի հարցը։ Ասում է աղջիկս չի կամ երեխան նա ոնց կարենք այդ հարցը դենք, sense ինչ որ բաներ են ասում։ Հիմա պատկերացա, հա, տենց բաներ շատ է լինում, բայց ես էլի որ մտնում եմ գյուղ, միանգամից իմ բանը փոխվում է ռեժիմը։ Ես արդեն իրանց մեջ եմ, ես այդ ամեն ինչը կնստեմ, կխոսամ, կփորձեմ այդ լուծումը գտնեմ։ Դե նայ, օրինակ, ես այդ ընտրություններից առաջ մի հատ վիդեո նկարեցի, որտեղ բանը խոսում է այդ theory of justice-ի մասին, որը բանի մասին է, այդ well of ignorance-ի մասին է, այսինքն ասում եմ պատկերացրա, որ դու ծնվում ես ու չգիտես ծնվել ես գյուղում, քաղաքում, հարուստ, աղքատ, առողջ, հիվանդ, դու ինչ համակարգում կուզեիր ապրել, դու այդ տենց ազնիվ համակարգ կառուց մենակ այդ դեպքում կարաս տենց համակարգ պատկերացնես, որ բոլորի համար հավասար է։ Այսօր Հայաստանում չկա համակարգ, որը այդ մարդկանց համար հասանելի է։ Գյուղապետը Աստված է, մարդիկ ծանոթ չունեն, բարեկամներ այն տարական հարցերը, որ իմ ու քո համար տենց վարքյանների հարցա լուծելը մի հատ զանգով կամ ինչ-որ միտեղ գնալով, որովհետև մենք կապեր ենք հաստատել այս տարիների ընթացքում կամ հնարավորություններ ենք ձեռք բերել կամ ինչ-որ ֆինանսական հնարավորություններ ունենք։ Այդ մարդկանց համար կյանքի ու մահի հարց է։ Ու չկա համակարգ, որ այդ մարդկանց կօգնի, կողորտի, հակառակ երբ որ դու գնաս գյուղապետի մոտ, գյուղապետը ասում է, ասես մոտ ցեներ ահանում, ու այդ մարդիկ չգիտեն։ Ձեներ կամ չգիտեն այդ հարցերը ոնց լուծեն, ինչ լուծեն։ Դրա համար երբ որ դու տենում ես մարդ մոտենում է վարչապետին կամ քեզ կամ ինձ ու նենց հարցվա դիմով կողքից մենք նամցի ծաղում ենք, դա մենակ խոսում է նրա մասին, որ այդ մարդիկ այս համակարգում ընդհանրապես պաշտպանված չեն ու չեն կարողանում իրանց ամենապարզագույն խնդիրները լուծեն։ Դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում։ Այսինքն մեր համակարգը շատ անազնիվ է այն մարդկանց համար, ում բախտը ամենակիչն է վերել այս կյանքում։ Բայց մի հատ լավ բան ասեմ, այս վերջերս կանչել էին Լորի, ուրեմն Վանաձորի լոֆթը, այնտեղ ելույթի ժամանակ մի հատ աղջիկ կար։ Ասաց, որ ինքը Գերմանիայից տեղափոխվել է
որովհետև տեսել եմ այդ քանի վիդեոները գյուղերից, սիրահարվել եմ մեր գյուղերին։ Ասում եմ եկել եմ այդտեղ ու որ մենք սկսել ենք քաղաքում տարբեր լավ բաներ անել, ու մենք էլ իշմես որ ասում էի որ փորձում ենք տենց այն որ մարդիկ էլ սկսեն այդ անել։ Ու ինձ տենց ամեն օր մարդ մի հատ վիդեո գցում կամ ֆոտո, որ սենց էր դոպոսլե, մենք սենց ենք արել, բան, ասա։ Մեծ աղջիկը լորոտ գյուղն էր։ Հիշեցի դրա համար։ Մի քանի անգամ ես միտք եկել էր ուզում եմ ասեն, գյուղը չի հիշում, դրա համար չեմ ասել։ Հիմա հիշեցի ասցի։ Ուրեմն ինքան այդպես բաներ արել, որ մը գյուղապետ ադար այնտեղ։ Ֆանտաստիկ։ Ուզը Շնորհավոր։ Մերսի, դա համար հիմա պետք է գնանք նկարենք այդ գյուղը, ասցի Յանա вот ինքը ոնց որ Գերմանիայում էր ապրում, ինքը որովհետեւ ոնց որ ասում եմ, ես իմ ասում եմ, չէի մտածում Հայաստան գայ չգա, ասում եմ, այդ վիդեոները հենց գյուղերին այլ եմ, ոգևորվել եմ, եկել եմ, հետո սկսել եմ այդ խնդիրների մասին մտածել ու սենց։ То есть հիմա այդ քո ասածու միջև էտի ասածվա բանա, то есть ինքը ունի գիտելիք, մտքի մասշտաբ, ինքը գիտի ոնց կարելի է այս կամ այն խնդիրը լուծել ու Պլատոնի 8-րդ գրքի բանը չէ, ինքը սենց уже такой политик в маленьком полисе, հա։ Ինքը մարդկանց նաև փորձում է ճիշտ ուղղության վրա տանի, իրենց մեջ նաև ինչ որ բան արտնացնի կրակ, հա։ Հա։ Այդ ձեները չի հանում։ Դա քիչ կփոխվելի, քիչ մարդիկ անհատները ինձ թվում է շատ մեծ ազդեցություն կունենան տարբեր այդ միջավայրներում։ Հիմա քանի որ ես գիտեմ այդ քո շատ հարյուրավոր 1000 դիտումներ ստեղ չկա, դրանով մի քիչ անկեղծ եմ խոսում բան, բայց օրինակ այդ վիդեոյի մեջ ես չեմ ասել այդ բանը։ Տենց հա որ տենց հալ է եղել, բայց այդ աղջկան ուզում ցույց տամ, որտեղ անհամեստ կլինի։ Այստեղ մի քիչ անհամեստություն ենք մեզ թույլ տալիս, բայց ոչինչ բանով ավելի երկար է։ Այլ քան 2 ժամ կա խոսում ենք, не факт, что все досмотрят до этого момента, но не суть. Հավատա նայել է։ Բարև ձեզ, кто дожил, если есть кто живой. Привет вам. Իսկ դու ինչի եկար Հայաստան։ Այդ հարցը քեզ շատ Որտեվ չի եկար, բայց չգայի։ նույն պատասխանը չտաս։ Նայ, ես 14 տարեկանում որ Մայրիկ կինոն նայեցի, ես հասկացա արդեն այդ կինոն, ես միջև այդ հայ չեմ եղել։ Ես ունեցել եմ մենակ ազգանուն, արտաքին, всё։ Ու արմատներ։ Ես որ այդ ֆիլմը նայեցի, ինքը ինձ ամեն ինչ սովորացրեց ծնող երեխա հարաբերություններ ընկեր, հարաբերություն աղջիկ տղա, չի ամեն ինչ սա հայրենիք, մարդ, ամեն ինչ ինքը ինձ մի ֆիլմը սա ինձ սարքեց այն ինչ ես այսօր կամ։ Ու այդ ժամանակ ես ֆիքսեցի հստակ, որ մենք պետքա ինչ ամեն ձև պետք է սան որ տեղափոխվեմ Հայաստան ու այդ ժամանակից սկսած ես չգիտեմ քարե վրա չեմ թողել։ То есть այդ ժամանակ սովորելու տեսանկյունից ամեն ինչի, то есть ես պատրաստում եի ինձ որ գայի Հայաստան։ То есть իմը դասերը ավարտավ ինչ պետքա տուն այդամ, չէ, ես գնում եի կողքի դասարան, լսարան, կողքի լսարան, որ էլի ինչ որ գիտելիք ստանայի, գալիս ես դե փորձում եմ այդ գիտելիքը մի ձև, то есть մաքսիմալ ամեն ինչ արել եմ, որ իմ գալը ստեղ լինի իմաստալից եւ պրակտիկ ինչ որ բանով, էլի։ Չգիտեմ, մտածում եմ իրավաբան պետք է աշխատեմ ԱԳՆ-ում երևի արտաքին գործերի նախարարությունում, то есть այդ ոլորտում եմ աշխատել, Մոսկվայի դեսպանատանն եմ աշխատել, ավելի sense բանի դիվանագիտական ոլորտում ինձ պատկերացնում, բայց քանի որ տեմ ես մի քիչ ավելի ազատ մարդ եմ, ընդել շատ կոնսերվատիվ էլի կառույցը, ու հասկացա որ չեմ կարա պետական։ Ձեր ոնց վերաբերվին այդ։ Մի հատ էլ Ձեր մաման, պապան ոնց վերաբերեցին այդ որոշմանը։ Իրանք երբեք լավ չեն նայ այդ ամեն ինչին, իրանք պատկերացնում են, որ ես պետք է ընդվայի դիվանագիտական ակադեմիա Մոսկվա, այնտեղ սովորեի, դասախոսման այ ՄԳԻՄՈ-ում աշխատեի, ասենց էին պատկերացնում։ Ու բայց ես ասում եմ չտեղափոխվելու եմ, իրանք բան ինչ կան դե ոչ գործ կա, ոչ բան կա։ Խես գնում իրանք ես միշտ մեծացել եմ բացական բանի մեջ Հայաստանի հանդեպ։ Բայց հիմա ես իրանցել եմ արդեն տեղափոխել եմ այդտեղ, ճիշտ այդ բառը տեղափոխել, մարդկանց հա կարելի ասել։ Կարելի է չէ։ Իսկ դե մենք լավ, մարդկանց հանդեպ ես մտածել որ այդ բառը չեն ասում, բայց Չէ, ասում են տեղափոխվել են արդեն այդտեղ։ Հա, իրանց перевёз սուդա ու բաներ, ինչ կար չկար դե վաճառել եմ։ Խոսքով իրանք են այդտեղ ապրում, ասեցի դուք գալիս եք, չեք աշխատում, այդտեղ եք մնում, թիմը իրանք են այդտեղ։ Բայց ոնց են իրանք զգում հիմա։ Ինչքան ժամանակ որ տեղափոխվել։ Իրանք երևի 3-4 տարի։ Հա, արդեն այդտեղ են։ Ու տենց ես իմաստ չեմ գտնում Հայաստանից դուրս ապրել, Իսկ քո գործին ոնց են վերաբերվում։ Արդեն լավ, որովհետև որ մի քանի անգամ տելևիզորով են տենում բան, ասենց ուրեմն բառադի չի։ Իրանք չէին հասկանում, ես ինչով եմ ընդհանրապես զբաղված։ Գնացի եմ Հայաստան, օրինակ բարիս բուն իմաստով բոմժություն եմ անում։ Այս Վանաձորը որ եկես, вообще 0 դրամ։ Վանաձորում եմ 4 ամիս ապրել, բոլոր Հայաստանի մարզերում ապրել եմ, բայց իմ նպատակը այն էր, որ ես մաքսիմալ հասկանամ մարդկանց հոգեբանությունը, ապրեմ ստեղ, դառնամ մասնիկ ես ամեն ինչի ու այդ ժամանակ դու կարաս օգտակար լինես։ Իսկ ինչն է ամենասխալը հասկանում Հայաստանի մասին դրսից նայելով։ Շատ լավ հարց է։ Այս ասեմ, այն ինչ ես հասկացա, շատ
Նենց են վախում պաթոսային մտքերից չլինի, բայց անկեղծ ասեմ, Չէ, շատ ընդդիմադիրներ իրանք չեն հասկանում դա։ Որովհետև իրանք չեն մտել այդ ամեն ինչի մեջ, հասկանում ես։ Այ ասենց մտել եմ, իջել եմ այդ բան կամ հելել եմ, կամ այդ наоборот բանը, հա։ Մենք միշտ այդ համատություններ անելով ասում ենք իջնում ենք այդ խորությունների վրա, չէ, կարող բարձրանում ենք նաև։ Եվ ես հասկանում որ իրանք արտահայտություն են անում, բայց ես հասկանում եմ դա մարդկանց չի կպնել ոչ մի ձև գալու է կպնի ինքնին։ Ոնց հայ կարոին էր ասում, մի օր հայկին գիտես, ջրի։ Մի օր քաղաքական թեմայով խոսում ենք, ասում եմ, բրատ, սենց ասում ես գալի կպնում եմ, ասում եմ չեմ ընկալում, ասում այդ բանը չունեմ էլի գիտելիք այդ բանով քաղաքագիտական։ Հիմա այդ էլի իրենք խոսում են գալի չկպնում։ Ինչ կախված է լավ հարց տվիր, համել այս հարցին պատասխանով ձգում էի որ պատասխանը մտածեի, չմտածեցի։ Մի հատ էլ ձևակերպի հարցը։ Ինչ ես ինչն էի սխալ ընկալում, չէ՞։ Հա։ Նո դժվար հարց է, չեմ ասում ռադիկալ էջքի, ասեմ շատ բան, շատ։ Օրինակ մի քանի բան ասա, հետաքրքիր է։ Նա ես ի սկզբանե մտածում էի, որ հայ մարդիկ, ընդհանուր առմամբ մարդիկ արի վերցնեն, կձգտեն միշտ, то есть դու իրանց լավ ճանապարհը որ ցույց տաս, օրինակ սննդակարգի հետ կապված։ Ամեն երկրորդ մահը Հայաստանում սրտանոթային խնդիրների պատճառով է լինում։ Եվ օրինակ ես մի հատ բիզնես էի մտածել, որը բոլոր բիզնեսները այդ տեսանկյունից իրենք եկամտաբեր չեն, ուզում նաբարդ փողը դնեմ, լավ բարելի է, բարիք ստեղծեմ։ Ուզում եմ մի հատ համակարգ ձևավորեի, որի արդյունքում մարդկանց ուտելիքը կպատրաստվի, որակով շատ ավելի էժան, քան ինքը օրվա ընթացքում ծախսում է գումար որ բանի, որակով արագ ու էժան։ Բայց ես հասկացա, որ հայ մարդը այս կոնտեքստում ինքը ռացիոնալ չի։ Ինքը ավելի շուտ գնա շաուրմա ուտի, իմանալով։ Մենակ հայեր չեն։ Ну հա, բանով ընդհանուր առմամբ եմ ասում, դրա համար ասի մարդկանց ի սկզբանե, հա։ То есть ինքը չի գնա, անգամ եթե իրան դաստավկով բերեսել, ինքը չի անի դա։ Անգամ եթե իրա վրա ավելի էժան նստի, եթե ավելի ինքը բան լինի, արագ եւ հասանելի։ Ինքը էլի շուտ կեթա իր պատրնը է, դա կեթա շաուրմա կառնի, շուտ կուտի, ինքը մի օր երկու օր կանի, հետո ինքը չի անի։ То есть вот այդ ձգտումը ի սկզբանե, то есть դու որ ճիշտ ուղղությունը քո կարծիքով ցույց ես տալի, ասում ես արի սենց անենք, սենց ավելի լավ կլինի, ինքը մի երկու օր անի, բայց հետո դու պետք է արդեն համակերպես նրան, что իրա բանը տենց չի, ինքը սրա մեջ է, ինքը էս լոնայի մեջ ապրում ու դու պետք է փորձես այս շրջանակներում ինչ-որ բան ես։ Օրինակ առողջ շաուրմա իրան առաջարկես։ Նույն շաուրման, բայց ունեք առողջ ինգրեդիենտներով, նույն կետում, օրինակ, սենց բան զուգահեռում էլի տանում։ Թե բանը իրականում շատերը գիտեն։ Համարյա մեծ մասը գիտի ճիշտը որն է։ Ոնց է պետք ճիշտ սնվել, ինչա պետք անել որակով։ Մենք էլ գիտենք, բայց չենք անում։ Բայց իմանալն ու անելը շատ տարբեր է, որտեղ դու պայելաձևի փաթեթներ ունես, որը փոխելը շատ դժվար է։ Շատ մարդկանց համար համարյա անհասանելի է այդ։ Մի հատ է փոքր։ Օրինակ բերեմ, օրինակ հիմա դուրս ելնենք, ցանկացած մարդու բանիկ ասենք, դու ուզում ես խելացի լինես, ուզում ես գիտելիքով, ինքը անկեղծ սրտանց կուզնա լինի խելացի, այդ վարքյանին։ Դու իրան գիրք տաս, ասես, այս գիրքը կարդա, ու դու կլինես ամենախելացի մարդը, օրինակ, ես գիրքը գոնե կարդա, ինքը երկու էջ կկարդա ու կասի լավ է, թողեմ վաղը մյուս օրման։ То есть այդ փուլի մասն է խոսքը, այս հայ մարդու այս փուլի երկարատևության, հա, այդ իր բանն ես սխալ եմ ընկալել միշտ։ Ես մտածում եմ, որ ինքը ավելի Ասենք մտածել ես, եթե պրպտունենք, եթե ճիշտը ցույց տրվի միանգամից չէ, բայց ես գոնե կարող է ես եմ սխալ ներկայացնում, դա մենք ախր հաշվի պետք է առնենք, բայց ոնց որ նենց է ձևավորվել, որ հա մենք ոնց որ ավելի շատ ջանք է պետք թափել, որ մարդը всё-таки գնա այդ ճանապարհով, էլի։ Ինքը իր համար առնվազն։ Էլ ինչ։ Դժվար հարց է տալի, որտեղից մի ձև քերի մետ օրինակը բերեմ հիմա։ Ինձ էլ էս հարց տալի, շատ է կան իրականում։ Պրոստը դեմես ես վախում եմ միտքս ասեմ, որովհետև մարդկանց մոտ բան չունի։ Դու Չէ, մի վախեցի, հաստատ մի վախեցի։ Նա ինչ որ ժամանակ դուրս ապրել ես, դաստիարակություն ես ստացել, ռուսական միջավայրում ես մեծացել, ասինքն ունեցել ես ինչ որ պատկերացումներ Հայաստանի մասին, որը իրականության միանշանակ չի համապատասխանում։ Արդեն ինքնին դառը մասնիկ ես ամեն ինչի։ Ոնց օրինակ չգիտեմ, երբ որ դու Վանաձորում ես ապրում, Երևանի մասին կարող է լավ չես պատկերացնում, կամ Երևանում ես ապրում, չես պատկերացնում Սիսիանում մարդ ոնց է ապրում։ Ունես պատկերացումներ, բայց անոնային հավանականությամբ դա կարող շատ սխալ լինի։ Կամ Սփյուռքը, որ ոնց գիտես, ինչքան են Սփյուռքից գրել, որ մենք չենք պատկերացնում, որ Հայաստանում Հարվարդ ավարտած բիզնեսի ղեկավարներ կարան լինեն։ Բայց խիչ պետք է, որ բայց իրոք մարդիկ չեն մտածել, որ այդտեղ տենց վայրի տեղ է
իրար վրա ավտոներով քշում ենք, բոլորս զբաղված ենք ֆրոդով, խաբեությամբ ու տենց ոչ մի լավ բան ստե չի կարող լինի։ Ես մի հատ բան ասեմ, որ նոր եմ Կամ գիտակցել։ ստես պատկերացնում եմ, որ Լոս Անջելեսի հայերը սաղ զբաղված են, չգիտեմ, ապահովագրական խաբեություններով, բայց Լոս Անջելեսում նենց ֆանտաստիկ հայեր կան, որ այդ նահանգի վրա նենց ազդեցություն ունեն, որ շատ ամերիկացիներ կերազային տենց որակով ազդեցություն ունենան այդ նահանգում։ Համաձայն եմ քո հետ, դրա համար մեդիա պետք է այդ մարդկանց ծանոթացնել, բերել քո ծրագիրն անապաստում այդ ամեն ինչին։ Եվ նայում մենք խոսում ենք մշակութային ազդեցության մասին, օրինակ մի շենք եթե ռեփ չանային վախտին։ Այսօր հայերեն չի խոսա։ Այսինքն ես ասում դու իմ հայոց լեզվի դասատուն ես, փաստացի։ Մշակույթը ունի համ բացական, գուցե ինչ-որ բան համ դրական։ Օրինակ ռեփ այսօր թույլ է տվել, որ ես որպես մարդ այսօր հայերեն խոսամ։ Ես չլսեի ռեփ չի խոսա։ Դե ինքան եմ լսա սովորել ընթացքում։ Նույնն էլ բանը, то есть շատ կարևոր է այդ մեդիան, որ այդ մեդիան առողջ լինի, որ ինքը ճիշտ բաներ ցույց տա, չխաբի, չմանիպուլացնի։ Օրինակ քաղաքական մեդիաները իրենք քաղաքականությունը ենթադրում է այս սկզբանը մանիպուլյացիան, դա նորմալ է, բայց որ շատ է այդ ամեն ինչը, հասկանում ես, դու խեղդվում ես արդեն դրա մեջ։ Կա ասենք այդքան է մանիպուլյացիա Չէ, ինքը ենթադրում է խաբեություն հա, էլի։ օքեյ։ Ես գիտեմ դու ուզում ես արդարաց խաբեություն է։ Խաբեություն է, մարդկանց խաբում Այո։ է։ Ու կախված դու որ խմբից ես, ինչ որ մի ուրիշ բանի հավատում ես էլի։ Դրա համար մենք չենք խորամ դրա մեջ։ Արի ես քեզ օրինակ մի հատ հայերենից Հայաստանից բերեցի մի հատ էլ Սփյուռքից, որը նորը գիտակցել եմ ես։ Նոր եմ գիտակցել։ Ես գիտեի որ տենց բան կա, բայց չէի գիտակցում։ Տես։ Օրինակ որ երկիր ես գնում եմ, ինձ օրինակ հրավիրում են, տարբեր չգիտեմ մակարդակներով, այդ կարող չգիտեմ, ինչ կառավարական մակարդակ լինի, կարող չգիտեմ համայնքի մակարդակով լինի։ Ես որպես ակտ, ես անպայման հենց իջամ այդ երկիր, ես պետք է թամ մեր դեսպանություն։ Հա։ Որտեվ ես պետություն է։ Այսինքն ես պետքա գնամ դեսպանություն։ Հենց համալուտից իջամ, օրինակ, եթե երեկոն լավ կարամ ոչ աշխատանքային ժամին գնամ գարեջուր խմեմ, օրինակ, պիվայի ռեկլամաների, դեմ ես ինչ որ ձև, ալկոգոլը դա плохо։ Լավ, վերադառնալով մեր լուրջ թեմային։ Ուրեմն հագնում եմ անպայման դեսպանություն ու Սփյուռքի տարբեր տեղերում ինձ որոշակի քննադատություն էին տալիս այդ տեսանկյունից։ Ախպեր-բախի ես գնում բան իրանց բան։ Ում մոտ։ Օրինակ դեսպանություն։ Ու իրանց հրավերով իհարկե, որ դեսպանը իմանում է, որ ես գալիս եմ օրինակ X երկրին անպայման կամ իրանք են կապ հաստատում կամ մեր ընդունում ինչ որ ձև ես գնում եմ դեսպանություն, որովհետև ես պետք է այդ երկրի օրակարգը հասկանամ մենք ինչ ունենք, հասկանամ ինչ թեմաների մասին պետք է խոսալ, ինչ թեմաների չէ, օրինակ բանի տեսանկյունից կոնկրետ լանդշաֆտի։ Նա կավ ինչ որ խնդիրներ կա, որ պետք է ես բարձրաձայնեմ, օրինակ, հա, գոնե լսեմ, հետո ես որոշում կկայացնեմ դա անեմ թե չանեմ։ Հիմա այդ տեսանկյունից այդ Սփյուռքի կազմակերպությունում շատ դեպքերում լինում անենց, որ ես տենում եմ որոշակի напряжение կա։ Ու ես նոր հասկացա դա ինքը։ Հա, լարվածությունը ինչու է ստեղծվել։ Այդ իմ կարծիքով ու ես մտածում դա ճիշտ է։ Այդ Սփյուռքի կազմակերպությունները շատերը ստեղծվել են միջև մեր պետականության հաստատումը։ Ու իրանք այնտեղ առաջի շերտում են եղել միշտ։ Ու կոնկրետ պետությունները հաշվի են նստել այդ Սփյուռքի կոնկրետ համայնքային ներկայացուցիչների հետ։ Հենց որ մենք ունեցել ենք արդեն պետություն, անկախ, մենք ունեցել ենք արդեն դեսպանատներ, արդեն այդ պետության ներկայացուցիչները համայնքի հետ համատեղ նաև, բայց օֆիցիալ շրջանակներում համագործակցում են, աշխատում են ու շփվում են դեսպանների հետ։ Ու ես զգում եմ, որ կա որոշակի նախանձ այդ առումով։ Ոչ գիտակցված։ Որտեղ օրինակ հենց որ այդ մարդկանց հետ ես արդեն նստում եմ, խոսում եմ, շփվում եմ այդ теорию государства и права, հա, вот что մի բան է պետությունը, ես օրինակ ամեն ձև փորձում եմ պետական շահերը առաջ տանեմ իմ հնարավոր բոլոր միջոցներով։ Մի բան է իշխանությունն ու կուսակցությունը։ Դու իմ վիդեոների մեջ կյանքում չես տենա մի հատ վիդեո, որտեղ ես կուսակցական կամ իշխանական ինչ-որ քարոզ եմ անում կամ հակաքարոզ եմ անում։ Իմ ողջ գործունեության մեջ կարմիր թելով այդ հենց այդ պետական հասկանում ես, то что это и про историю, про культуру կապ չունի։ Ու այդ ամեն ինչը շատ այդ նուրբ թելը պետքա մարդիկ ճիշտ կարողանան հասկանալ։ Ու շատ դեպքերում համայնքը, չգիտեմ, տեղերկա կոնֆլիկտներ գուցե կլինեն վստահ եմ, հանկարծ այդ քայլերի ընթացքում մեր պետությանը չվնասեն։ Ես այդ եմ խնդրում, որ իրանք ուշադիր լինեն, այդ թելը իրանք զգան։ Դու կարող ես համաձայն չնես իշխանության հետ պետության թե գործող իշխանություններին։ Դե ինքը կարող է կարծիք ունենա դեմոնի իշխանությանը ու քննադատի այդ իշխանության, դա առողջ է։ Ու առողջ իշխանության համար էլ է դա լավ, որ ինքը լսի։ Նույն վերադառնում ենք Դա զնակա որ պետք է արդեն տանենք դեպի ավարտին մեր ոդկասթը, բաժակին ենք վերադառնում։ Կաղա կոնկրետ մարդը, որը քննադատությունը պետության հասցեին տալիս, կոնստրուկտիվ է, պետությունը լավ իշխանությունը պետք է լսի։ Ականջալուր լինի, չէ՞, տենց բարգամյա։ Եվ դա առողջ է, նորմալ է, բայց որ դու
ինչ որ արտահայտություններ ես անում ու բան, որը պետությանն է հենց խփում, հա, կարելի է ասենց ֆիլտր դնել, կապ չունի որ իշխանությունն է, ապագա իշխանությունն էլ եթե դա վնասում է, քո սիրած իշխանությունն էլ եթե դա վնասում է ապագայում, ուրեմն դա շատ սխալ է, ուրեմն պետք չի դա անել։ Օրինակներ չբերեմ համայնքների հետ կապված ու կեյսերի, որովհետեւ միանգամից Երևանում մասն եմ խոսում, էլի, բայց իրանք էլ են մեր հայրենակիցներն են, աղբերն ու քուրերն են, կապ չունի։ Բայց շատ դեպքերում մարդ եմ տենում, որ ասում է, այս բանը պետք է անենք, ասում քիչ ես անում, բա կարաս, ասում է դե որ անեմ, ասում է բանը, այս գործող իշխանությունը պլյուս կեթա։ Ասում չէ, ցավը տանեմ, հիմա ինքնա վաղ ուրիշ մարդ կնի, դու արա, նա ինչքան պլյուս կգա մեր ազգին, էլի այս բանից համար դու կարաս դա անես։ Բայց իրանք շատ սահմանափակ են մտածում այդ կոնտեքստում։ Ու այդ ինչ շատ անգործություններ է ինչ որ բան չէ, ախր վնաս։ Այդ տեսանկյունից։ Ու ես դա երբեք չեմ հասկանա։ Որտեւ ես որ Սերժ Սարգսյանն էր իշխանության, ես կապ չունի լավ եմ վերաբերվել վատ, բայց ես միջազգային հարթակներում ելույթ ունենալուց կյանքում որևէ ձև ես որևէ վատ բան իրավունք չունեմ իր մասին ասելու։ Ու կապ չունի ման Նիկոլն է, ուզում է վաղը Պողոսը լինի, ուզում է լինի։ Մեր պետությունը, մեր պետության ներկայացնա, մենք պետքա, всё, գնում ենք սենց, հասկանում ես։ Ու օտարազգի մարդու մոտ նկատի ունեմ, էլի։ Չեմ ասում պետքա պաշտպանեմ, բայց պետքա չգցեմ իմ պետությունը։ Լավ, դե մեր վերջի հարցը տամ։ Ասա։ Առաջ անգամ եմ հարցը տալի։ Չէ, մեր մշտական հարցն է։ Նայում եմ, ես այն մարդն եմ, որ միջև վերջ նայում եմ այս podcast։ Если ты встретишь Путина, что шучу. Դուձն։ Պուտին։ Քեզ ինչն է ոգևորում։ Ինչն է ստիպում ես ամեն ինչ անես, ուժ գտնես քո մեջ շարունակելու։ Հետաքրքիրն է, որ ամեն անգամ ես հարցել եմ, բայց ես չեմ պատրաստել այս հարցին, չգիտես խի, բայց այդ հարցի մասին ես ինքս մեջ մտածել եմ, чувство справедливости. Ազնվության զգացումը, Շազնվության չէ, արդարության։ Արդարությունը։ Երբ որ ես ճանապարհում տարբեր երկրներով տեսնում են ողջ մշակութային ու ոչ միայն մշակութային արժեքը, որ մեր ազգը ստեղծել է այդ կոնկրետ պետությունը, որ գնում եմ գյուղերով, շփվում եմ մարդկանց հետ ու տեսնում եմ այսօր մեր պետությունը ինչ փոքրիկ վիճակում է գտնվում եւ շատ խոցելի, այդ շատ մեծ անարդարության զգացողություն է մեջ առաջացնում։ Ու շատ կարևոր է, թե դու ինչ որ արժեքի մասին խոսում ես, դու պետք է այդ արժեքի գրող լինես։ Вот, ու դրա համար ես ապրում եմ Հայաստանում, Հայաստանից որևէ տեղ երբևէ չեմ գնալու։ Երբեք չեմ գնալու, ասում եմ երբեք մի ասա երբեք չեմ գնալու։ Չեմ էլ կարող գնամ, որովհետև երկու օր բացակայում արդեն չեմ կարող։ Կարողացում ես։ Շատ։ Հա, ու դրա համար անարդարության զգացողությունը Հայկի ոդկասթը նայել ես հարցազրույցին Հնդկաստանի բավ որ ես խոսում եմ։ Ոսկի այդ դու լսելուց իմանալուց հետո դու ոնց կարաս հենց նստես։ Դե պատմի լրիվ, թող մեր լսողներն։ Այդ որ արդեն երրորդ ժամն է, չէ՞ իր վեթում։ Չէ, դեռ 2 ժամը չի լրաց։ Որ ես ասում, փորձեմ մաքսիմալ արագի մեջ պատմեմ։ Ես որ իջա հրավիրել էին Հնդկաստան, մի շաբաթ այնտեղ ապրեցի ու այնտեղ մենք ունենք եկեղեցիներ, շենքեր, մեծ հսկայական մշակութային արժեքներ ներկայացող շենքեր եւ այլն։ Այնտեղ այսօր ապրում է մոտավորապես 150 հայ։ Հետո կեսը գնում գալիս են, բայց ժամանակին եղել են տասնյակ հազարավոր հայեր։ Եվ այնտեղ ես էլի կրկնեմ, երբ որ Սամոլյոտը հայրեմ ոնց է։ Ինքնաթիռը երբ որ իջավ Հնդկաստան, ես այդ ամենի մասին չգիտեի։ Ես լսել եմ, որ ինչ որ համայնք ունենք, ինչ որ ազդեցություն ունեցել, բայց ես չգիտեի ոչ անունները, ոչ մարդկանց, ոչ այդ ամենի մասին։ Եվ այնտեղ մենակ Խաչիկի մասին կպատմեմ, բայց իմացեք, որ տենց մարդիկ շատ կան։ Այնտեղ ես իմացա Խաչիկ Աստվածուտրյանի մասին։ Հիմա որ դուք գրեք Խաչիկ Աստվածուտրյան, ձեզ կբերի Հոնկոնգ քաղաքի հայրը։ Ինքը ծնվել է Կալկուտա նահանգում, որը բրիտանական կայսրության ժամանակ մայրաքաղաքն էր Հնդկաստանի։ Իր ծնողները մահացել են, հետո ինքը այնտեղ սովորել է Լամարտին դպրոցում, տեղափոխվել է Հոնկոնգ, այնտեղ կրթություն է ստացել ավելի շատ եւ դարել է ամենաազդեցիկ մարդկանցից մեկը այդ քաղաքում, սկսել է մեծ շինարարություն, քաղաքը արդեն ավարտվել է, ինքը հողը լցել, քաղաքը ավելի աշտացրել իր չափսերով։ Այնտեղ կա հիմա 4 փողոց իր անունով, այնտեղ կա շենքեր, բյուստեր, ամեն ինչ, բոլորը իրան գիտեն։ Ոստե հիմա ով առաջ անգամ է լսում, խիեք դուք առաջ անգամ լսում։ Խիեմ ես առաջ անգամ լսում, ես 10 տարի ակտիվ ուսումնասիրում եմ այս ամեն ինչը չգիտեի։ Եվ ստացվում է հիմա նոյեմբերին պետք է գնամ Հոնկոնգ եւ ծաղիկ խոնարհեմ իր գերեզմանոցին եւ ստացվում է ինքը վերադառնում է Կալկուտա քաղաք եւ $19 միլիոն այսօրվա գումարով ներդրում անում այդ դպրոցին Լամարտին։
Եվ այն վաղտատնօրենը իրան խոսք է տալի, որ այսօրվանից յուրաքանչյուր հայ, մոտ մի 120 տարի անց է, յուրաքանչյուր հայ այստեղ անվճար կսովորի։ Չկա որևէ թուղթ, որը ապացուցում որ ինքը այդ փողը տվել է, չկա որևէ թուղթ, որը ապացուցում որ այդ մարդիկ խոսք են տվել։ Բայց մենք գնացինք այդ դպրոց, միջև այսօր հայրը ընդ անվճար են սովորում։ Այդ դպրոց դու չես կարող հեշտությամբ ընդունվես։ Ինքը բավականին թանկ է, հա, թե գիտելիքի թե գումարի առումով, բայց հայրը կարող են այնտեղ ընդունեն, որտեղ իրենք հայ են։ Որտեղ պապերը ժամանակին հսկայական աշխատանք են կատարել։ Եվ ստացվում է, որ այնտեղ իր արձանը նաև կա ու ամեն օր, ամեն աստծո օր այդ ուսանողները տարբեր երկրներից հավաքվում են արձանի մոտ, դաս սկսելուց առաջ խոնարհվում են հայ արձանի մոտ, շնորհակալություն են իրան հայտնում հնարավորության համար սովորելու ու գնում են իրենց դասերով։ Հիմա ոնց կարա մարդը դա լսի ու իր մեջ ինչ-որ բան չարտնա, անարդարության գոնե զգացողություն, որ մարդիկ չգիտեն դրա մասին ու արդեն ճյուղավորված տարբեր ոլորտներում։ Եթե դու դիվանագետ ես, դու մտածում ես, որ կարելի է նոր բովանդակություն լցնել միջպետական հարաբերությունների մեջ այդ անձերի եւ պատմության վրա հիմնված, չէ՞, օրինակ։ Այստեղ արձան դրվի այնտեղ ինչ որ բան չէ, որ մեզ կապում է, բայց որ հիմա դու նայես հայ հնդկական հարաբերությունները եւ հայ չինական, իրանք այն level-ի չեն, որը դու կուզենայիր լինել, էլի, հաշվի առնելով այս ամեն ինչը։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը, որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք լայվ քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, մաստեր կլասեր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Կսպասենք։